Հիսուս Քրիստոսի անունով սիրելի քույր եղբայրներ, բարի եկաք այս մեր ուղիեթեր ծառայությանը։ Մի քանի վարկաններ են պիտի սկսի այս ծառայությունը, պարապանություն, աղոթք եւ նաեւ պիտի սերդենք մեր Տիրոջ խոսքը Հովաննու Ավետարան գլուխ 12։ Ուրեմն մի քանի վարկաններ են գվերակտնենք իրար, կանչեցեք ձեր ընկերները, բարեկամները, ընտանիքի անդամները, որովհետեւ միասին ունենանք այս օրտնապեր ժամերը իր парքին համար։ Ուրեմն կսպասենք ձեզ այս 2-3 վարկանեն գվերակտնենք իրար։
խորհրդական հավիտենականության սքանչելի խորհրդական հավիտենականության Աղության իշխան ով զոր Աստված քո արքայություն չունի սահման բարձր քո անունը բոլոր անուններից զորությունից տերություններից հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերած հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերած Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց արդարությունը մեզ տվեց ամեն ձուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ձուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Իրենը լապարքը միշտ եւ հավիդյան երրորդության մեր Աստվածը Հայրը Որդին եւ Սուրբ Հոգին շնորհակալ ենք Աստծո այս արեցին համար որ մեզ գուդամ է միևս իրար հետ լալու Տիրոջ խոսքը սերդելու միասին գանկնելու այս աշխարհի վազքին մեջ եւ գետրոնանալու ամենակարևորին գետրոնանալու հավիդենականին քանզի այո երգիր պիտի անցնի երգիրի մեջ եղած բոլոր բաները պիտի անցնին քո ծրագիրները հաջողին կամ ցաղողին պիտի անցնին բայց Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը պիտի մնա հավիդյան այսօր համար է որ մենք կանչված ենք այսօր գանկնելու այս հավնական խոսքի դիմաց ձնրատրելու վերանայելու մեր անձը մեր միտքը մեր ներսը եւ համընկնել մեր հոգին մեր միտքը մեր խոսքը մեր կյանքը Աստծո խոսքին հետ այս է որ կանչված ենք այս ուղիետերը շաբաթվա գեսին կգանկնեցնենք ամեն ինչ եւ գնայինք մեր Տիրոջը տեսնենք այս շաբաթ ուրդեղ են եկանք ուր գերտանք ինչը կյանքի նպատակը եւ ինչու մենք պետք է գանկնեինք եւ դառնայինք Տիրոջը գանկնեցեք կսե հանդարտ կեցեք եւ գիտեք որ ես եմ Տերը այդ հանդարտ գնալը այսօր շատերուս մեջ կբացի այդ հանդարտ գնալը շատերուս մեջ դերևս արկելք է անչափ սպաղ ենք անչափ ունենք ընելիքներ որ գանկնել Տիրոջ արչեւ գանկնեցնել ամեն ինչ շատ մեծ մարդահրավեր եւ դժվարություն է մեծամասնությունը այսօր երբ հավատացյալներու հետ կխոսենք նույն վիճակի մեջ են ժամանակ չունին գանկնելու ժամանակ չունին Տիրոջ արչեւ լրելու Տիրոջ ցայնը լսելու Տիրոջ խոսքը գարտալու Տիրոջ խոսքին մեջ մնալու եւ այսպես սերտողություններուն մեջ խորանալու ժամանակ չունին անչափ որ գլուխնին սպաղվե շատեր գսեն նույնիսկ անչափ հոգնած եմ որ երբ սուպկի կգարտամ քունս կուքա եւ գբարգիմ եւ գքնանամ հասկանաք ինչպես սատանան խապած է մարդկանց հոգնեցություն տված է հոգնություն տված է գլխի մեջ մտքի մեջ մտածելակերպի մեջ որ մարդը նույնիսկ գետրոնանալու ուժ չունի այս հավիտենական ամենակարևոր խոսքին շուրջ հուսամ այդպես չես տուն հուսամ տուն այդպես չես հուսամ տուն քեզ համար կարևոր է Տիրոջ խոսքը հուսամ քեզ համար Տիրոջ խոսքին մեջ դու գտնես քո ամեն օրվա ուտելիքդ եւ այդպես կշտկվիս կմաքրվիս կսրբվիս կզղջաս եւ Տիրոջ ճանապարհի մեջ կնորոգվիս Հալելույա ճշմարտության խոսքի ծառայության նպատակը այս ծառայության նպատակը նաեւ այդ է որ գանկնենք եւ տեսնենք թե Տերը ինչ ունի ասելիք մեզ ամեն հալելույա բարի եկաք սիրելի քուրի եղբայրներ տարբեր դեղեր են տարբեր
Երգիրներեն այս եփենի մեր սիրելի քույր եղբայրները գողջունենք Լոս Անջելեսի եւ շնորհակալ ենք անոնք որ գեհդեվին մեզ Facebook-ով, YouTube-ով, Խոսգետ TV-ով, ամենատեւս Facebook-ով հետևողներ գնաք դուք դարաձել այս եթերի ծառայությունը դարբեր ձեր ցանոթներուն եւ Facebook-ային ընկերներին։ Ամեն 130 Սաղմոսեն նայեցեք ինչ կսե։ Ես դերոջը կսպասեմ իմ անձս գսպասե ու անոր խոսքին գհուսամ։ Ես դիրոջը գսպասեմ իմ անձս գսպասե անոր խոսքին գհուսամ։ Եվ գշարունակե օրինակ դալով արդվան սպասողներեն ավելի իմ անձս դերոջը գսպասե։ Ով են այդ արդվան սպասողները։ Այն բարիստներու վրա բահակներն էին, որոնք գիշերային ժամին անհամբեր կսպասեին, որ արդու գլա։ Քանզի թշնամիները երբ գիշերային ժամին կհարցակեին, իրենք չէին տեսներ։ Ուրեմն շատ ավելի չղային, ստրեսային վիճակի մեջ էին բահակները, քանի որ ոչ մի բան չէր երևեր։ Անորոշ անհամբեր կսպասեին, որ արդու գլա, որ արավոտ գլա։ Այսպես ալ Սամոս 2-ն մեզ գսե իմ անձս կսպասե Տիրոջը, ինչպես բահակները կսպասեն արդուն։ Այնչափ աչքս բաց, սիրտս բաց կսպասեմ Տիրոջը ամեն բանի մեջ։ Անոր խոսքին կսպասեմ, անոր խոսքին հայտնվելուն, անոր խոսքին խորությանը, անոր խոսքը հասկանալու ես կսպասեմ, ինչպես այդ բահակները կսպասեն արդուն։ Սիրելի քույր եղբայր, ինչպես կսպասես Աստծո խոսքը։ Քու սպասածիդ համացայն է, որ դերը պիտի դա։ Քո լրջության համացայն է, որ դերը պիտի հայտնվի։ Շատեր գսեն, թե մենք կսիրենք Աստծո խոսքը, շատեր գսեն, թե մենք կհավատանք Աստծո, շատեր գսեն, որ մենք նույնիսկ կսիրենք Հիսուսը, բայց արդյոք այնքան կսպասեն Տիրոջ խոսքին, թե դեր ինչ պիտի հայտնե իրենց, որպես իրենք փոխվին, ապաշխարեն, զղջան։ Արդյոք այդ սպասական հոգեբանության մեջն ես։ Եվ կամ թերևս դարձել ես գրոնական մի հոգեբանության մեջ, որ գա չգա նույնն է քեզ համար, խոսքը գա չգա, կգարտաշ չես կարտար, եկեղեցին գա չգա, եղբայր քույրերը գան չգան, նույնն է քեզ համար, ինչ վիճակի մեջ ես։ Ինչպես բահակները կսպասեին արդուն, այդպես ես կսպասեմ քեզ իմ Աստված։ Իմ հոգիս կսպասե քո խոսքին, որովհետեւ քո խոսքը հայտնի ինձ, որովհետեւ քո խոսքը ցույց տա, որովհետեւ քո խոսքը բանա իմ աչքերը, իմ հոգևոր աչքերը։ Եվ այսպես ես ապաշխարեմ, զղջամ, մաքրվիմ, սրբվիմ, փոխվիմ, նմանիմ Տեր Հիսուս Քրիստոսի եւ Տեր Հիսուս Քրիստոսի կորձերը կատարեմ։ Այո, խոսքն է, որ պիտի փոխե քեզ։ Ճշմարտության խոսք, այս ծառայության նպատակը այդ է, որ Տիրոջ ճշմարտության խոսքը մենք կհավատանք, որ կփոխե մարդս, կփոխե մարդուս էությունը, կփոխե մարդուս նպատակը, կփոխե մարդուս խոսակցականը, կփոխե մարդուս ծրագիրները, ցանկությունները եւ այսպես է, որ մարդս կփոխվի Տեր Հիսուս Քրիստոսի խոսքին համաձայն։ Արդյոք կանցդ կսպասե, ինչպես բահակները կսպասեն արդվան։ Աղոթենք Հիսուսի անունով, գաղոթենք Տեր, որ այս բոլոր ունգընտիրները, որ գհետևին հիմա ինձ, Սուրբ ոգիով հայտնես կարևորությունը քո խոսքի, քո անձի, որպես այս աշխարհի բոլոր բաները մեկ կողմ դրած կանգնենք քո առաջ, զորանանք, նորոգվենք, մաքրվենք, սրբվենք եւ այդպես կարողանանք քայլենք սուրբ ճանապարհի մեջ։ Մինչև այն օրը, որ դու պիտի գաս եւ քո ժողովուրդը պիտի դանես քո հետդ, եւ մենք կսպասենք այդ օրվան, մեզ բահե զորացուր եւ այս ուղիեթերը օրտնե եւ անոնք, որ սպասողական վիճակի մեջ է, հայտնե, խոսի, նորոգե, փոխե այդ անձերուն։ Փառքը դրվի միայն մեր երրորդյան Տիրոջը, հիմա եւ միշտ հավիտյան, հալելույա, ամեն, ամեն, ամեն։ Սուրբ Հոգի այցել է մեր հոգին, մխիթարե մեր սիրտը բաց, որովհետեւ հասկանանք Տիրոջ խոսքը, որովհետեւ տեսնենք եւ ճաշտենք երկրպագենք մեր հայրը, որ գտնվի երկնքի, Հիսուս Քրիստոսի անունով։ Լսենք այս երգը աղոթենք այս երգի ընթացքին եւ մեր սրտերը բաց Հովաննու 12 գլուխ 12-րդ գլուխը պիտի սերնենք, սրտերնից բաց, ցերկերնից քրիչները, սուբկիպները բաց, սրտերնից միապանված խոնարհությամբ Տիրոջներ պատրաստ լանք այս խոսքը ընդունելու, այս երգեն հետո։
Սուրբ հոգի երկնային ընկեր Աստծո հոգի օգնական զորեղ կոմենձայնը մխիթարում է ինձ Սուրբ հոգի երկնային ընկեր Աստծո հոգի օգնական զորեղ կոմենձայնը մխիթարում է ինձ Առաջանքով ամբարվա դու բարե խոսում ես մեզ համար և խորհուրդներ ես սովացում դու տալիս ես ճշմարիտ ազատություն Սուրբ հոգի քո լույսով ցրիր խավարը մտքի անհուսության ստեղ քաղցրությամբ քո բժշկիր սիրտնի Առաջանքով ամբարվա դու բարե խոսում ես մեզ համար և խորհուրդներ ես սովացում դու տալիս ես ճշմարիտ ազատություն Առաջանքով ամբարվա դու բարե խոսում ես մեզ համար և խորհուրդներ ես սովացում դու տալիս ես ճշմարիտ ազատություն Սուրբ հոգի հանճարի հոգի մեզ շնորհի պարգևներ հորից հայտնության իմաստության հոգի աղբության ածերներ թոփիր փափագում են գարի զորության զգաստության և սիրո հոգի Ալելույա, օրտնյալը լա մեր դերը իր մեծապարությանը մեջ։ Կպատվենք դիրոջը այս ժամերուն համար։ Սուրբ հոգին է, որ այո պիտի ներշնչե քո հոգին, քո սիրտը, քո միտքը, որպեսզի հասկանանք դիրոջ խոսքը, որ պիտի սերդենք։ Ուրեմն սիրելի քույր եղբայրներ, Հովաննու ավետարան գլուխ 12 եւ անցյալ անգամ մենք տեսանք գլուխ 11-ի մեջ ինչպես Հիսուս Ղազարոսին հարություն առնել տվավ։ Եվ այս առաջին հարությունն էր, որ մարդիկ տեսան այս հոյագապ ցևով 4 օրվա մեռած մարդը քերեզմանեն դուրս կելե եւ ամբողջ ժողովուրդը գզարմանա։ Եվ անշուշտ ամբողջ Երուսաղեմի եւ Բեթանիայի 4 կողմը գլսվի, թե 4 օրվա մեռած մարդը վերադարձավ կյանքի։ Եվ շատեր գուկային տեսնելու Ղազարոսին հետաքրքրված, թե ինչպես է այդ մարդը 4 օրվա վերադարձած մարդը, ինչ արդյոք ինչի գլմանի։ Եվ այդպես շատեր դարձան դիրոջը պիտի գարտանք այս համարները գլուխ 12։ Հիսուս զադիգեն 6 օր առաջ Բեթանիա գնաց, ուր էր Ղազարոսը, որ Հիսուս մերելներեն հարուցանեց։ Հոն անոր ընթրիկ մը պատրաստեցին եւ Մարտա սպասավորություն գներ, Ղազարոս անոր հետ սեղան նստողներեն մեկներ, իսկ Մարիամ 1 լիտր նարդոսի պատվական մեծակույն յուղ առնելով Հիսուսին ոտքերը օձեց ու իր մազերով անոր ոտքերը սրբեց եւ դունը յուղին անուշահոտությունը լեցվեցավ։ Ինչ գեղեցիկ ուրեմն երկու քույր Մարտա Մարիամ եւ Ղազարոս։ Արդեն մենք իրենց մասին խոսած էինք, մենք իրենք Մարտա եւ Մարիամի մասին
Մարգոս Ավետարանեն որ սերդեցին, ինչպես Մարիամ Հիսուսի ոտքերուն տակ նստած Հիսուսի խոսքերը գլսեր եւ Մարտան սպասավորություն ուներ։ Անշուշտ երկուքը կարեւոր են հոգեվոր կյանքի մեջ, սպասավորությունն էլ եւ Տիրոջ խոսքը լսել։ Բայց Տիրոջ խոսքը լսել են վերջն է որ շտակ սպասավորություն բիդենես։ Տիրոջ խոսքը լսել են վերջն է որ դու իրական բիդի նվիրվիս։ Տիրոջ խոսքը իսկապես Տիրոջ ոտքերուն տակ կայնելով է որ մարդը պիտի հասկանա Տիրոջ մեծությունը։ Անորմալ այստեղ գրեցնենք Մարիամը, որ հասկացել էր Տեր Հիսուս Քրիստոսի մեծությունը, Տեր Հիսուս Քրիստոսի կարևորությունը, Տեր Հիսուս Քրիստոսի սրբությունը, իր աստվածությունը, իր ներկործությունը հասկացել էր։ Անորմալ իր նարդոսի յուղը, որ գսե ամենեն սուղ թանկ յուղերեն էր, մեկ տարվա աշխատավարձի քին էր։ Եվ այդ մեկ տարվա աշխատավարձի քինն է, որ Մարիամը գտնե Հիսուս Քրիստոսի գլվա գմակրե ներողություն իր մազերով գչորցնե, այս բարձրապես մազերով չորցնելը, ոտքերը լվալը, այս խորտանիշ է խոնարհության ոտքերը լվալ, խոնարհության մազերով սրբել։ Ահավասիկ կտեսնենք արդյունքը այդ մարդուն, որ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերով գքայլե։ Ան որ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերով գքայլե եւ լուրջ դեղ գուտա այդ խոսքին, այդ մարդը միշտ պիտի խոնարհ լա եւ այդ մարդը նույնիսկ մեծ կորձեր պիտի դնե, որում մասին Հավիդյանը Սավիդենից պիտի խոսվի։ Այս Մարիամն էր։ Այս Մարիամն էր Մարտային քույրը եւ Ղազարոսին քույրը։ Գտեսնենք առանցնա հadouk դեղ ունեին այս մարդիկը, իսկապես թուրերնին բաց, արադացերն, դուներնին բաց, թուրերնին բաց, ընտրիկ կնեին։ Քանի անգամ Հիսուս իրենց դունը գնաց եւ ընտրեց, կամ գերավ։ Հիսուս մինակ չէր, միշտ աշակերտներուն հետն էր։ Անորամար Մարտան իր մեծ ծառայության մեջ այսքան մարդկանց կգերագրեր, կծառայեր։ Այստեղ մենք կտեսնենք հարուցյալը, Ղազարոս, որ հարություն արավ, կտեսնենք խոնարը, Մարիամը, նվիրյալը, Մարիամը, եւ կտեսնենք ծառայողը, Մարտան։ Ահավասիկ եկեղեցին։ Վերստին ծնված հարություն արած մարդիկ, որոնք խոնարհությամբ կբատվեն եւ երգրբակեն Տիրոջը անդադար, եւ որոնք կծառայեն իրար, կծառայեն հյուրերուն, կծառայեն եկեղեցի մարդկանց, բայց նաեւ թուրերնին բաց նոր մարդիկ գուկային իրենց դունը պիտի գարտան քիչ հետո տեսնելու Ղազարոսին։ Այստեղ կտեսնենք եկեղեցի առաքելությունը, երգրբակություն, հարուցյալ նոր մարդիկներ վերստին ծնունդ, ծառայություններ, միապանություն, արադացերն, ընդունելություն եւ ավետարանչություն։ Ինչ քերեցիկ է, երբ Հիսուս իսկապես դեղ գառնե մի ընտանիքի մեջ, Հիսուսը որ դեղ գառնե մի եկեղեցի մեջ, այդտեղ կտեսնենք եւ գսե անոշահոդը ամբողջ դունը լեցվեցավ։ Այս տեսակի նվիրյալ հոգին է որ գլեցնե ամբողջ եկեղեցին, ամբողջ աշխարհը, եւ մենք այս պետք ունենք, նվիրյալ անձեր, ծառայող անձեր, երգրբակող անձեր, արադացերն անձեր, վերստին ծնված օրինագելի, ինչպես Ղազարոսը օրինագելի էր հարություն արած, այդպես անձեր եկեղեցին մեջ, որովհետեւ շատեր կան եւ տեսնեն եւ հասկանան, որ Տեր Հիսուս Քրիստոս հոգիներ կփոխե, վիճակներ կփոխե, կյանքեր կփոխե։ Ահավասիկ եկեղեցի իրական պատկեր այստեղ կտեսնենք։ Ամեն մեկը իր տեղը եւ իր առաքելության մեջ, իր ծառայության մեջ այդ իրեն ծառայությունը գերևնա եւ անուշահոդը գսե գլեցվի։ Անուշահոդությունը լեցվեցավ ամբողջ դան մեջ։ Այո, երբ որ նվիրյալ հոգի գա, հանձնված հոգի գա, խոնար հոգի գա, արադացերն հոգի գա, վերստին ծնվածներ կան, այդտեղ անուշահոդ կա։ Ոչ թե մարդկային հոգեբանություն, ոչ թե մարդկային խոսակցություն, ինչ որ գտեսնենք այսօր եկեղեցիներու մեջ, ոչ թե մարդկային ինչ գիտնամ արասպելներ, մարդկային պատմություններ, ըսիըսավներ, այլ չէ, եթե այդտեղ իրական Տեր Հիսուս Քրիստոսի հետևորդներ կան, այդտեղ անուշահոդը պետք է փարսանև գաղութեմ, որ այսօր ամեն տեղ, ամեն տարբեր եկեղեցական կազմակերպությունների մեջ, որ երբ կհավաքվեն, այդտեղ Հիսուս Քրիստոսի նվիրյալ հոգիի անուշահոդը թող տարածվի այդ բոլոր մարդկանց, որովհետեւ շատեր տեսնեն եւ ապաշխարեն, տեսնեն եւ քան Տիրոջը, ապրին Տեր Հիսուս Քրիստոսի նորությունը եւ իրենք ալ վերստին ծնված քայլեն Տեր Հիսուսի հետ ամեն օր։ Հալելույա։
Հալելույա, Մարթա, Ղազարոս, Մարիամ, դու նպած, ընթրիկ եւ 60 մարդներսը։ Այնադեն գսե աշակերտները մեկը, Իսկարիովացի Սիմոնյան Հուտան, այդպես մարդիկ շատ կան եկեղեցիներու մեջ, որ գսե զանիգա բիդի մատներ, ըսավ, ինչու համար այդ յուղը չծախվեցավ 300 տարեկանի, որ աղքատներուն դրվեր։ Ահավասիկ կանկատ, ահավասիկ փողոք, ահավասիկ մարդ, որ չեն հասկանալ հոգևոր մտքերը, այլ միան ֆինանսական, միան մարդկային մտքեր, միան անձնագետրոն մտքեր, աշխարհիկ սիստեմ։ Այսօր եկեղեցիներու մեջ լեցուն կա։ Մեկ տարվա աշխատավարձը այո շատ տրամ գներ։ Ինչու աղքատներուն չեք տար եւ գսասիկա քրված Հովանես ինքը գսե կանի որ Հովանես Հուտային ինչը լալը չեր գիտեր այդ ժամանակ, բայց հետո հասկացավ։ Հուտան աշակերտներուն մեջն էր, բայց մեկը չեր գիտեր իր քողը լալը։ Մեկը չեր գիտեր իր սրդի սխալ շարժարիտը։ Եվ ովևէ մեկ եկեղեցին մեջ, աշակերտներու խմբագին մեջ, մեկը չեր ճանչնար այդ ծևով Հուտային, հետո գիծան Հուտային ինչը լալը ժամանակ մը վերջ, երբ Հիսուսի մատնեց։ Եվ այսօր դժբախտաբար մեր եկեղեցիներու մեջ շատ մարդիկ կան, որոնք երևնան իբր թե լավ, մաքուր, սիրող եւ այլն, եւ մենք չենք գիտեր այդ մարդկանց ինչը լալը, բայց կրնամսել քեզի ժամանակ մը վերջ, մեգումը շարժարիտը մեջտեղ գելլե։ Քո ներսդ ինչ որ է, ժամանակ մը վերջ պիտի Երևան կա, եւ քո դեղական եկեղեցին պիտի հասկանա թե ով ես։ Անորմալ շուտ շտկենք, աբաշխարենք եւ դիրոջ արչեւ կանք Մարիամի Մարտայի նման հանձնվելով, ծառայող, դիրոջ ներկայությունը վայելելով եւ մեր անձը նվիրելով Մարիամը իր օժիդը, իր հարսական օժիդը հանձնեց Տեր Հիսուս Քրիստոսի։ Անչափ նվիրյալ հոգի էր։ Հիսուս Քրիստոսի իսկական սիրողները նվիրյալ հոգի են, հաշիվներ չններ։ Սրա համար է որ մենք կտեսնենք այսօր եկեղեցիներուն մեջ շատ ավելի մարդիկ, որոնք անունով Հիսուսի գեհդեվին, բայց շատ քիչեր են, որ իսկապես նվիրված են Տեր Հիսուսի եւ Տեր Հիսուսի ժողովրդին համար։ Շատ քիչեր։ Ամեն մեկս մեր սահմաններ ունենք, անգավելին չեն գներ, մենք գիտենք մեր սահմանները, բայց Մարիամ մեզ ցույց կտա այստեղ սահմանը անցնել, եթե Հիսուսին գսիրես։ Հուտան գսավ ինչու այս փորձը աղքատներուն չդանք եւ գսե ասիգա ասավ ոչ թե աղքատները հոգալուն համար, հապա որ քող էր ու կանցանագը ինքը գբահեր եւ ինչ որ ցկվեր կանցանագի մեջ ինքը կգրեր։ Իսկ Հիսուս ասավ թող դուրադոր այդ բանը իմ թաղմանս օրվանը համար բահեց։ Վասնզի աղքատները ամենադեն ցեզի հետ են, բայց ես ամենադեն ցեզի հետ պիտի չլամ։ Մարիամը այնքան որ Հիսուսի խոսքը լսած էր, այնքան որ այստեղ գտեսնենք Հիսուսի գնվիրվի, իր ամենեն լավը գուտա Հիսուսին։ Հիսուս թույլ գուտա որ նույնիսկ մարգարեություն ունե առանց գիտալու։ Այսօր շատեր կան տարբեր եկեղեցիներու մեջ կամ հավատացյալներ, որոնք ուզեն մարգարեություն ունել, հրաշքներ ունել, այսն էլ, այնն էլ, երևելի հոգևոր գործեր ունել, բայց իրենք նվիրյալ հոգի չեն։ Դիրոջ հետ անցնել ժամանակ անցնողներ չեն։ Գուզեն մեծ գործեր ունել, բայց իրենց մեջ ոչ մի բան չկա։ Ավասիկ Մարիամը խոնարհությամբ դիրոջ խոսքը գլսեր իր ոտքերուն տակ, խոնարհությամբ գնվիրեր ամենեն լավը Տեր Հիսուս Քրիստոսի, եւ այս Մարիամը մարգարեություն հրավ։ Աշակերտները չէին գիտեր ոչ մեկ բան, բայց այս Մարիամը Հիսուս Քրիստոսի թաղման արարողությունը կատարեց Հիսուսի ապրելու ժամանակ։ Այդ յուղը որ մարմինը գոձեին եւ որ մեկը գմերներ, հրյական օրենք էր այստեղը, այդ անուշահոդը որ գկսեին իր մահից 2 օր հետո, Մարիամը արավ այդ բանը առանց գիտնալու։ Մարգարեությունը հրավ նույնիսկ առանց գիտնալու։ Ինչու? Քանի որ գսիրեր Հիսուսին։ Եվ Հիսուս այստեղ գհրճագե, թող դուր թաղմանս օրվանը համար բահեց։ Աշակերտները չէին գիտեր այս բոլորը, բայց Մարիամը հրավ այս բոլորը, քանի որ խոնարհությամբ նվիրված քույր մներ։ Երանի այսօր շատերը լայն եկեղեցիներու մեջ այսպես նվիրված, Երանի առաջնորդները լայն այսպես նվիրված, Երանի ծառայողները լայն այսպես նվիրված, Երանի եկեղեցի կացող եղբայր քույրերը լայն այսպես նվիրված, եւ բոլորս այն ժամանակ մարգարեություններ պիտի կատարեինք, հրաշքներ պիտի կատարվեր, մեր դուներուն մեջ անուշահոտ պիտի բարձրանար, մեր դուներուն մեջ օրտություններ պիտի բարձրանար, երկրբակություն եւ պարապանություն պիտի բարձրանար, մեր զավակներուն մեջ նորություններ պիտի բարձրանար, եթե ամեն մեկս նվիրված այս նվիրված հոգեբանությունը նայենք
պիունակ, աղքատները միշտ պիունակ, այո ծառայություն միշտ պիտի լա։ Աղքատներուն օգնել, այո Հիսուս հագարակ չէ աղքատներուն օգնելը։ Հիսուս հագարակ չէ բարի կործնելը, բայց Հիսուս կսե նախ ես, հետո մնացածը, նախ իմ հետ, իմ ոտքերուց տակ, հետո մնացածը։ Մարիամ իսավ դու բարի բաժինը ունեցար, ինչու, քանի որ դու իմ ոտքերուց տակ էիր, բայց Մարտային վատ բան չսավ, կամ որ Մարտայել պետք է ծառայելու համար։ Ինչպես ասի այստեղ եկեղեցին գա Մարիամը, Մարտան եւ գա Ղազարոսը։ Եվ գայ դունը, որ ընտրիկի համար դուրերը բաց են, այս եկեղեցին է։ Ավասիկ եկեղեցի մեջ ինչ տեսակի մարդիկ պետք է լան այսօր։ Նվիրյալ դեր Հիսուս Քրիստոսի, ամբողջ սրտով սիրողներ, ամբողջ սրտով ծառայողներ քուր եղբայրներին, ամբողջ սրտով նորոգված հոգիով, հարության հոգիով երգել եւ երգրբակել ինչպես Ղազարոսը։ Ամբողջ սրտով սրտերը բաց արադացեր եկեղեցիներու մեջ ընդունելության հոգին պետք է լա, որ շատեր կան եւ շատեր փրկվին իր փառքին համար, հալելույա։ Համարինը հрьяներեն շատ ժողովուրդ անորհոն լալը իմացան եւ եկան ոչ միայն Հիսուսին համար, հապա որբեսի Ղազարոսն ալ տեսնեն, ինչ որ գսեի քիչ առաջ։ Հարուցյալ մարդը գուզենք տեսնել։ Վգա դարձավ Ղազարոսը եւ շատեր եկան, բայց երբ որ եկան ինչ տեսան, եկան անուշահոդը արին, եկան Հիսուսի ներկայությունը վայելեցին, եկան տեսան ինչ լավ նվիրյալ մարդիկ կան այդտեղ, ինչ լավ ծառայողներ կան այդտեղ, ինչ իրար սիրողներ կան, միապանություն կա, այո եկան տեսան, ուզեցին տեսնել հրաշքը, բայց հրաշքը իրենց բերավ եւ պետք է բերեր դեր Հիսուս Քրիստոսի։ Քահանաբետները խորհուրդ ըրին, որ նույնիսկ Ղազարոսին ալ մերցնեն, վասնզի հрьяներեն շատեր անոր պատճառով երթային եւ գահավատային Հիսուսի։ Սիրելի քույր եղբայրներ, որքան մենք վերստին ծնված ենք իրական, գիտեք, հարություն, այստեղ Ղազարոսին հարությունը խորտաբատկեր է, խորհուրդ է մեր վերստին ծնունդի։ Մենք մերած էինք եւ հարություն արին Քրիստոսով, գսե Պողոս Արաքյալ, առաջին հարությունն է այս։ Ավասիկ առաջին հարությունը ո՞րն է։ Ճշմարիտ վերստին ծնունդը, որբեսի օրինակ լաս եւ շատեր կան Հիսուսի հավատան քեզ տեսնելով, քո կյանքը տեսնելով, քո հարուցյալ կյանքը տեսնելով, քո հարուցյալ խոսքերը տեսնելով։ Այսօր շատ մարդիկ եկեղեցիներեն գեհերանան, քանի որ եկեղեցի կացող մարդիկ ճագերդյալ իբր թե հավատացյալ են, բայց իրենց խոսքը երբ կլսես, իրենց քանքադը երբ կլսես, իրենց փողոքը երբ կլսես, դու սիրտ չունիս երթալ այդ մարդկանց կացած դեղը, դու սիրտ չունիս հավատալ այն Հիսուսին, որ իրենք կհավատան, քանի որ եթե իրական կհավատան Հիսուսի, այդպես պետք չէ խոսին, այդպես պետք չէ վարվին, այդպես պետք չէ նստին կամ ելեն կամ գնան կամ կան։ Այսօր Ղազարոսներ պետք է եկեղեցիներուն մեջ, Ղազարոսներ, որ հարություն արած են, Ղազարոսներ, որ գիտեն Հիսուս Քրիստոսի հարուցյալ զորությունը, որովհետեւ շատեր տեսնեն այդ հարությունը եւ քանդեր Հիսուս Քրիստոսի։ Օրինակելի վերստին ծնված հավատացյալներ պետք է, որուն այսօր մեծամասնությունը եկեղեցիներուն մեջ չկա։ Եկեղեցիներու մեջ շատ ավելի հավատքի, հավատացյալ, ճագերդյալ, անունով հավատացյալներ կան, քան թե իսկապես վերստին ծնված հարություն արած Հիսուս Քրիստոսի մեջ, նորոգված Տիրոջ զորությամբ, նորոգված Տիրոջ սիրով, առանց վախի, շարունակելով իրենց ուրախության կյանքը, նվիրված եւ նվիրված կյանքը։ Այսօր մարդկանց հետևեն բիդերտաս, որ եկեղեցի կան, մարդկանց պիտի քաչալերես, որ սուպգիր կարտան, մարդկանց պիտի քաչալերես, որ ինչ գիտնամ դան նոր կամ դուներնին պանան կամ հյուր հրավիրեն իրենց դունը։ Այդ ինչ տեսակ հավատացյալներ են, վերստին ծնված հավատացյալը միշտ արադացերն է ամեն բանի մեջ, միշտ պատրաստ է դալու, նվիրելու, օրտնելու, սիրելու, իր կյանքը ուրախություն է, երբ իմ դեղը ներս կմտնե, մարդիկ կուրախանան, որ ինքը եկավ, իր երեսը միշտ ժպիտ կա, իր երեսը միշտ օրտնություն կա, միշտ փառք դվող եղբայր քույր է, քանի որ ինքը հարություն արած է, երկինքը գաբրի այս աշխարհի մեջ։ Այս է ճշմարիտ հավատացյալը, որ մենք բագաս ունենք այսօր դարբեր տեսակի եկեղեցիներու մեջ, ամեն եկեղեցիներն ալ մեջը գտնեմ։ Գրոնական դարձած եւ ոչ հարուցյալ։ Հարություն արինք Հիսուս Քրիստոսով գսե սուպգիրքը, ուր են հարություն առնող Ղազարոսները։ Ուր են այդ մարդիկ, որոնք ջաշակել են մահը, մեղքի վտանգը, անեծքը եւ այսօր ազատագրված են դեր Հիսուս Քրիստոսով։ Ուր են։ Դերը ողորմությունն է։ Համար 12 Հետևյալ օրը շատ ժողովուրդ, որ դոնին եկած էին, երբ տեսեցին, թե Հիսուս Երուսաղեմ գուկա, արմանվենի ոստեր արին եւ ելան զանիկա թիմավորելու եւ գաղաղագեին գսեին, ով սաննա օրտնյալ Իսրայելի տակավոր, որ դիրոջ անունովը գուկա։
Հիսուս ավանակ մկտնելով անոր վրա նստավ ինչպես գրված է մի վախնար ով Սիոնի աղջիկ ահա քու տակավորդ գուկա իշու ավանագի վրա նստած ինչ գեղեցիկ խոսք այստեղ անշուշտ զարգազարդի մասին է Հիսուս ներս կմտնի այս կարևոր օրը այս դոնական օրը որ գսե շատ մարդիկ կային պատմապանները գսեին մոտավոր 1 միլիոնի չափ մարդիկ եկած էին դուրսեն այդ դոնական օրին Երուսաղեմի մեջ կրնակ Երևանայել այդ Երուսաղեմի փոքր փողոցներու մեջ 1 միլիոն ժողովուրդ եկած են դոնական օրերուն մեկը մյուսի վրա նեղ փողոցներ եւ աղավասիկ Հիսուս ներս կմտնի Հիսուս ներս կմտնի հadouk ցևով այս անգամ ժողովուրդը գտիմավորեն զինք Օվսաննա ասելով Պրգեմես, օրտնեմես, պրգեմեզ է Օվսաննան, որ շատ անգամ ժամանակի վերջ դարձած էր այդ խոսքը պարապանության խոսք, Օվսաննա պարապանության խոսք, բայց Օվսաննան ասել է պրգեմեզ եբրայերեն։ Եվ այստեղ Հիսուսի թագավոր գսեն, Իսրայելի թագավորը, այն Մեսիան, որ ամբողջ Իսրայելը կսպասեր, այն Մեսիան, որ թագավոր էր, այն Մեսիան, որ Աստված էր, այն Մեսիան, որ Աստված ինքը պիտի կար 5 դագարանի մարգարեություններու համաձայն։ Եվ այստեղ հոյագապ համարը գսե Հովանես կգրտնե այն համարը, որ գրված է Զաքարիա 9-րդ գլխուն մեջ 9-րդ համարը մի վախնար ով Սիոնի աղջիկ ահա քու տակավորդ կուկակեզի բայց ինչպես սպիտակ ցիու վրա նստած չէ ցերկը սուր չէ այլ խոնար ավանագի վրա նստած կուկակեզ փրկելու կուկակեզ նորոգելու կուկակեզ յանքդ փոխելու Հիսուս Քրիստոս կուկա իբր տակավոր այո բայց կուկա խոնար քանի որ գուզե խոնարիլ քեզ բարձրացնելու համար այս բանը ժողովուրդը հասկացան դեսան բայց չգրցան ընդունել որ Հիսուսի այս կալը այն Մեսիայի մուտքն է որ Զաքարիա մարգարեն խոստացավ եւ մնացած նաեւ ուրիշ տակավոր մարգարեություններ եւ աշակերտները գսե առաջ չիմացան այս բաները բայց երբ Հիսուս փառավորվեցավ այն ադեն մտքերին բերին թե այս բաները անոր համար գրված էին եւ թե իրենք այս բաները ըրին անոր առանց գիտնալու ըրին բայց չհասկացան խորհուրդը գիտեք երբ հասկացան երբ որ Հիսուս փառավորվեցավ երբ Սուրբ Հոգին եկավ եւ ինք Հիսուս ինքը ասավ 14-րդ գլխուն 26-րդ համարը երբ Սուրբ Հոգին պիտի կա գսե ինք ծեր մտքերը պիտի բերե այն բոլոր խոսքերը որ ես ցեզի ասի ուրեմն Հիսուս այս մեծ կարևոր ժեստը նորեն ցույց կտա ինքը իրեն իբր թագավոր, իբր Աստված, իբր Մեսիա։ Կտեսնեք Հովաննու ավետարան որ կգարտանք, ամեն անգամ Հիսուս ինքզին ցույց կտա թե ինքը թագավոր Մեսիան է։ Այն Մեսիան որ 5 դագարանը արդեն կսպասեին հрьяաները։ Անշուշտանոք որ չեն գիտեր 5 դագարանի թե Հիսուս, թե Մեսիան ով էր, ինչ պիտի լար, այդ մարդիկ բանը չհասկացան։ Բայց Հիսուս այս նշանները գնե իր ժողովրդին, հрья ժողովրդին ասելով դուք որ կսպասեք, ես եմ։ Չհասկացան նույնիսկ աշակերտները Միչևանանեն որ Սուրբ Հոգին չփացավ այս իրենց մտքը։ Սիրելի քույր եղբայր որքան պետք է աղոթես որ Սուրբ Հոգին փանա քո միտքդ, որովհետեւ դու հասկանաս երկնային ճշմարտությունները։ Որքան պետք է աղոթես որ Սուրբ Հոգին հայտնե քեզ երկնայինը, որովհետեւ դու հասկանաս ճշմարիտը։ Հալելույա։ Իրեն հետ եղող ժողովուրդը գվգայեր թե ան Ղազարոսը քերեսմանեն դուրս կանչեց եւ մերելներեն հարուցանեց զանիգա Ասոր համար ժողովուրդը անիգա թիմավորեց, բացնզի լսեցին թե անիգա այս հրաշքը ըրած էր։ Իսկ փարիսեցիներ իրալու գսեին դրեսնեք, օգուտ մը չենք կրնար ընել, ահա բոլոր աշխարհ անոր յետևեն քնած։ Հալելույա, երանի այդպես լավ, բոլոր աշխարհը երթային դեր Հիսուս Քրիստոս յետևեն։ Գտեսեք Ղազարոսի հարությունը, Ղազարոսի մեջ այդ նորությունը որ ըրած էր Հիսուս, այդ հարությունը որ դված էր Հիսուս, մեծ վկայություն էր նաև որ մարդիկ կվգայեին իրար ասելով այս մարդը, այս Հիսուսը, այս մարգարեն, այս Մեսիան է տակավոր որ գուկա, միայն տակավոր չի անունով, միայն Մեսիա չի անունով, այլ ինքյանք ունի իր մեջ, ցանկ տվավ 4 օր մեռած մարդուն։ Օրինակ, եւ Ղազարոսն այդտեղ էր։ Կենթանի վգա։ Հիսուս ինչ ասավ, դուք իմ վգաները սպիտը լագաշխարի միջև ծայրերը։ Ինչի վգա։ Ինչի վգա ես դու։ Ինչ ըրավ դերը քեզ եւ ինչ կվգայես։ Ոչ թե բատմություններ տրամ չունեի տրամ ունեցա։ Հիվանդ էի, հիվանդ չեմ հիմա։ Այդպես բատմությունները ցեզ ասեմ ուրիշ գրոնքներուն մեջ տալ այդպես հրաշներ կան։ Սատանան կամ որ հրաշներ գրնան անել։ Դերը ինչ ըրավ քեզ։
Քո բնավորությունը ինչպես փոխվեցավ։ Քո մեռած վիճակը ինչպես կյանք առավ։ Դու անոր մասին խոսի։ Դու այդ պատմե, դու այդ վկայե։ Արդյոք փոփոխություն եղած է, դու մեռած էիր եւ այսօր գաբրիս։ Դու քերեզմաններուն մեջն էիր, բայց այսօր կյանք ունես։ Քու պերանդ կեղտոտ էր, այսօր փոխվեր է։ Քու դու նախանց էիր, հիմա օրտնող ես։ Դու գծի էիր, հիմա դվող ես։ Փոխված բաները ոչ թե հիվանդ էիր բժշկվեցար։ Միայն այն չէ։ Այսօր շատեր կվկայեն մարդկանց կսեն նայեցեք Հիսուս ինձ բժշկեց։ Ժողովուրդ, մենք սխալ բան կներկայացնենք Հիսուսի։ Մենք պետք է ներկայացնենք Հիսուսը կյանք փոխող է։ Ոչ թե վիճակ փոխող, այլ կյանք փոխող։ Բնավորության քիծեր փոխող։ Դու որ գվախնայիր ժամանակը դեր գվախնաս։ Եթե դեր գվախնաս ասել է Հիսուս դեր քեզ համար բան մռած չէ, մի խոսքով Հիսուս դեր չէ եկած քո կյանքի մեջ։ Քերեզմաններեն դուրսանող Հիսուս ունենք մենք։ Փոփոխությունը պիտի ցույց տա։ Ղազարոսը այնտեղ էր, վկայեր։ Հիսուսի մոդենալու համար Ղազարոսը վկայեր։ Մարդիկ կուքային Ղազարոսին կտեսնեին, այդ Ղազարոսը քեզ կներկայացնե, ինձ կներկայացնե։ Երանի թե քիչ ավելի հասկանար այսօր եկեղեցին այս բանը։ Երանի թե հասկանային այսօր հավատացյալ ըսված մարդիկները այս կետը, որ մենք ներկայացնողն ենք Տեր Հիսուս Քրիստոսի զորությանը։ Հալելույա, հալելույա։ Գիտեմ շատերը չեն սիրել այս խոսքերը։ Շատերը չեն սիրել այս խոսքերը, որ գրեցնեն որ իրենց մեջ բամը փոխված չէ։ Գրեցնեն որ իրենք այնքան հավատացյալներ չեն։ Գնեղանան փոքր բանից, այսօր հավատացյալներ կան 50 տարվա հավատացյալներ։ Փոքր բան մը գլա գնեղան կան 3 ամիս, 3 շաբաթ, 3 օր, ինչ գիտնամ, եկեղեցի չեն կար։ Քուր եղբայրներուն չեն բարևեր։ Այդ ինչ հավատացյալ ժողովուրդ, այդ որուն վրա ենք մենք խնդում։ Ներքին փոփոխություն, քերեզմանեն ելած մարդը 4 օրեն հետո գերևնա։ Եվ ինք վկայ է։ Եվ այդ անորամարով շատեր Հիսուս Քրիստոսի մոտեցան։ Քանի որ շատեր դեսան փոխված մարդ։ Գնամ երկար խոսիր այս թեմայով, քանի սիրտս այնքան գծավի սիրելիներ։ Այնքան գծավի, որ այսօր հավատացյալներ, ճագերդյալ հավատացյալներ շատ կներեք, հավատացյալներ չեն։ Սուբ գիրքի չափանիշներով չեն ապրիր, իրենք չափանիշներով հավատացյալներ են։ Քանքադող առաջին գարքի, թշկոհող առաջին գարքի, սրամ նրա մասին խոսող առաջին գարքի, եկեղեցին քննադատող առաջին գարքի, հովիվին եւ ծառայողներին քննադատող առաջին գարքի, այդ մարդկանց սուրբ հոգին ուր է, այդ մարդկանց հարուցյալ հոգին ուր է, չի գա սիրելիներ, չի գա։ Անորմալ դու քեզ լավ նայիր, լավ քննե։ Հալելույա։ Համար 20 Քանի հույներ գային դոնին երկրպագություն ունելու ելլողներու մեջ։ Անոնք Փիլիպոսին եկան եւ որ Գալիլեայի Պեցադիային էր եւ գաղաչեին անոր որ գսեին դեր գուզենք Հիսուսը տեսնել։ Փիլիպոս եկավ ու Անդրեասին ըսավ եւ հետո Անդրեաս եւ Փիլիպոս մեկտեղ Հիսուսին կացին։ Հիսուսն ապատասխան տվավ անոնց եւ ըսավ ժամանակը հասավ որ փարավորվի որդի մարդուն։ Ճշմարիտ կսեմ ցեզի, եթե ծորենի հադիգը հողին մեջ ինալով չմեռնի, ինք մինակ կմնա, բայց եթե մեռնի, շատ արդյունք կբերե։ Ինչ կբադայ այստեղ։ Ով են այդ հույները։ Հույները անոնք էին, որ դարբեր նախ երկիրներեն եկած, դոնական օրին, նաև ոչ հրյաներ էին։ Ինչ արդյոք ըսին, որ աշակերտները չկարողացան պատասխանել եւ գիտեք այդչափ հազարավոր մարդկանց մեջ շատերը գուզեին Հիսուսին տեսնել։ Ինչպես կլա որ այս աշակերտները այդ մարդկանց չսին եղբայր Հիսուս ժամանակ չունի։ Եվ զարմացած իրար ըսելով կացին Հիսուսի այդ հույներուն ըսածը ըսին։ Ինչ արդյոք հարցուցին այդ հույները։ Հիսուսի պատասխանեն բաներ մը գրնանք հասկանալ։ Հիսուս կսե ժամանակը եկած է, որ ես մեկ խոսքով մեռնիմ։ Ծորենի հադիգը կսե հողին մեջ ինալով չմեռնիր, ինք միակ կմնա, բայց եթե մեռնի, շատ արդյունք կբերե։ Ուրեմն Հիսուս ծորենի հադիգ ըսելով ինքը իր մասին կխոսի, որ պետք է մեռնի։ Հիսուս այստեղ իր մահվան մասին կխոսի, որ իր մեռնիլը
շատ բդուղներ պիտի բերե։ Հույները առաջարկ ըրած էին, այստեղ մի քանի աստվածապաններ անշուշտ այս թեմայով հարյուրավոր էջեր գրված է, քանի որ զարմանալի է, թե ինչ կարևոր բան ըսին, որ աշակերտները Հիսուսի մոտեցան եւ Հիսուսի փոխանցին։ Գսվի թե հույները ըսին այդտեղ եկան ասելու հрьяները քեզ չեն ընդունիր։ Հрьяները քեզ կուզեն մերցնել։ Քո հայդավորներիդ կուզեն մերցնել։ Եգուր բոլորով քեզ դանինք, քու եւ քու աշակերտները Հունաստան, եւ այդտեղ քեզի մենք գնդունինք, քեզի մենք թակավոր գնենք, քեզի մենք մեր ուսուցիչը գնենք, մենք կընդունենք քեզ։ Եվ Հիսուսի պատասխանը, չէ, ես չեմ եկած այստեղը թակավորը լալու կամ պաշտպանվելու, ես եկած եմ մեռնելու։ Եվ իմ մեռնիրս իմ համար չէ, իմ մեռնիրս բդուղներու համար է։ Բդուղ բերելու համար է։ Գիշեք անցյալ անգամ ասավ ես պետք է մեռնիմ, ես ժողովուրդ ունիմ այստեղ չէ, գսե ուրիշ փարախեմ բերտամ բերեմ։ Այդ բոլոր աշխարհի ոչ հрьяներն էր։ Այո, հույներուն պիտի ազատեր Հիսուս, բայց ոչ թե Հունաստան երթալով։ Հույներուն պիտի ազատեր իր մահով եւ իր հարությունով։ Ան որ իրանցը գսիրե, պիտի գործընծնե զանիգա։ Չէ որ գսեն Հիսուսին, եկուր քեզ բահենք, պաշտպանենք, մենք քեզ գնդունենք եւ այլն։ Հիսուս գսե չէ, իրանցը սիրող պիտի գործընծնե զանիգա, իր անցը այս աշխարհին մեջ գադե, ան որ իրանց աշխարհին մեջ գադե, հավիտենական կյանքին համար պիտի բահե զանիգա։ Հիսուս իր մասին խոսելով նաեւ թաս կուտա։ Եթե քո անցդ կուզես բահել, պաշտպանել, դու պիտի գործընծնես։ Բայց այդ քո անցը դու ուրանաս, ինչ որ ասավ Հիսուս, ան որ իր անցը գուրանա իմ համար ինձ արժանի է։ Ան որ իր անցը գուրանա, պիտի շահի հավիտենականությունը։ Եթե մեկը ինձի գծարայե, թող իմ յետևես կա, ու ես ուր որ եմ, ինձ ծարասալ հոն պիտի ալա։ Ես չէ որ ես ծեր յետևեմ պիտի կամ հույներ, ան որ ինձ կուզե ծարայել, իմ յետևես պիտի կա։ Ինչ գեղեցիկ խոսք է, ան որ գուզե Հիսուսի ծարայել, ոչ թե Հիսուսի հավատա, ոչ թե Հիսուսի այսպես հետևի, այլ ծարայե։ Եվ ան որ գծարայե գսե իր յետևեն պիտի կա, ասել է ուր որ գերտա այդ քայլերը որ Հիսուս կնե։ Հիսուսի բնավորությունները, Հիսուսի կորձերը, Հիսուսի խոսքերը, ան որ եթե գուզե ծարայել Հիսուսի, պետք է Հիսուսի հետևեն երթա։ Հիսուս լայն, լավ, հանգիստ, կոմֆորտ ճանապարհներով չքայլեց։ Հիսուս հալածանքով, անարքանքով, նեղ ճանապարհներով, բարձ նույնիսկ չուներ գսե, այդ նեղ ճանապարհներով քայլեց ինքը եւ գսե երբ մեկ գուզե ծարայել ինձ պետք է պատրաստ լա այդ բոլոր բաներուն մեջ մտնելու։ Եվ ոչ թե կոմֆորտի հետևեն վազելու։ Նպատակը այն չի որ մենք լավ կոմֆորտ ունենանք։ Եթե ունի շատ լավ է, բայց նպատակը Հիսուսի ծառայելն է։ Հիսուսի ծառայողը հիմա պիտի տեսնենք, օրտություններ պիտի ստանա, այո, բայց նպատակը օրտություն չէ։ Նպատակը կոմֆորտ չէ, նպատակը լավ հանգիստ հավատացյալը լալ չէ, նպատակը Հիսուսի ետևեն երթալն է։ Հիսուսի ծառայելու նպատակով։ Եվ ուր որ ես եմ, իմ ծառասալ հոն պիտի ըլլա։ Ուր որ ես եմ, իմ ծառասալ հոն պիտի ըլլա, այստեղ հավանական կյանքի մասին է խոսքը։ Որ դերը մեզ գսե որ հավանական կյանք պիտի դամ ցեզի։ Ես հոր աչքոմը նստած կբարեխոսեմ ձեր համար, որովհետեւ օրը բոլորովին մենք միասին լանք Հավիդյանը Սավիդենից։ Բոլորին համար չէ խոսքը, ծառայողներուն համար է խոսքը։ Ան որ Հիսուսի գծարայե, Հիսուսի հետ, Հիսուսի պես գկործե։ Անշուշտ ծառայություն որ գսեմ, ասել չէ եկեղեցիի մեջ դիդրոս ունենալ, անոր մասին չէ ծառայությունը։ Ծառայող մարդը նայեցեք Մարթային մասին, Մարիամին մասին։ Այդ իրենց մասին մտածեք։ Այս է ծառայողի իմ համար։ Մարթա եւ Մարիամ։ Մարթա եւ Մարիամ որ լաս դու եկեղեցիի մեջ շատ օգտակար մարդ պիտի լաս։ Թերևս քո անունը դեղը գրված չէ, թերևս դու դիդրոս չունիս, բայց դու շատ օգտակար օրտնապեր մարդ պիտի լաս։ Եթե Հիսուսի հետևորդ ծառայող ես, իր նման իր քայլերուն պես քայլում ես։ Եթե իր բնավորությամբ կերտաս առաջ, իր քայլերով կերտաս առաջ, այո, այն ժամանակ ուր որ է ինք դու հոն պիտի լաս։ Հավանական կյանքը կստանան այդ մարդիկ, որ Հիսուսի հետ կկայլեն այս աշխարհի մեջ, ոչ թե Հիսուսի մասին կխոսին, ոչ թե երբեմները գաղութեն, ոչ թե քո ուզածիդ պես կնես, բայց երբեմները Հիսուսի ուզածիդ պես։ Ոչ, ան որ ինձ կծառայե իմ ետևես կուքա եւ ուր որ ես եմ ինքը պիտի լահոն։ Ինչ հստակ է Հիսուսի խոսքը։ Ժողովուրդ, սիրելի քույր եղբայրներ, եկեղեցին գմաղվի այս խոսքերով։
Մի կարծեք, որ մեծ եկեղեցիներու մեջ անոնք որ շատ ժողովուրդ են, բոլորը եկին պիտերտան։ Մի կարծեք, որ դու որպես եկեղեցի գերտաս մի քանի աղոթներ գնես, որ դու անպայման երկինք պիտերտաս։ Հիսուսի խոսքը չափանիշն է մեր։ Կուզես Հիսուսի հետ լալ Հավիդյանս Հավիդենից։ Հիսուսի բոլոր քայլերուն հետևիր եւ ծառայե Տիրոջը։ Ծառայելու համար Մարթայի նման խոնար։ Մարթան մի անգամ կանգադեցավ, Հիսուս իրեն իր դեղը տրավ։ Մարիամի նման նվիրյալ հոգի, անհաշիվ։ Այս անհաշիվ բառը այնչամ սիրտս կծավցնի այսօր եկեղեցիներու մեջ հաշիվներ գնեն մարդիկ ծառայության։ Ինչպես ընեմ որ ինչպես ես այդպես ցույց տամ որ իբր թե ես եմ, բայց ես չեմ, ուրիշը թողնե դեղս։ Ինչ հաշիվներ կան երեխայության եւ ցավի։ Չեմ գիտեր դու ինչ տեսակ եկեղեցական կյանքում ես։ Չեմ գիտեր քո գողքդ մոդդ Մարթա Մարիամներ կան։ Դու արդյոք Մարիամ ես, Մարթա ես։ Դու արդյոք կհետևիս Հիսուս Քրիստոսի իր քայլերով։ Արդյոք քո շարժումներդ գքաչալերը 4 կողմիններուն։ Նայեցեք այստեղ քեղեցիկ բան կա, եթե մեկը ինձ գծարայի, հայրը պիտի պատվես անիգա։ Վաու։ Եթե մեկը ինձ գծարայի, հայրը պիտի պատվես անիգա։ Հայրն է պատվողը քեզ։ Ծառայել Հիսուսի ճապանիշներով։ Ծառայել Հիսուսի ընտանիքին։ Միտքենիդ նորին բերեք, Մարթան իրենց դունը փացած, ահագին մարդ կգերագրե։ Հիսուս կսե ինձի գնես այս բոլորը։ Որ այս բոլոր փոքրիկ, այս բզդիկ բամը գես այս փոքրիկին գնե, ինձի գնե։ Հիսուսի ծառայել, ասել է Հիսուսի սրտով իր գործերը կատարել։ Նախ իր ընտանիքին մեջ, եկեղեցին մեջ, հետո եկեղեցին դուրս 4 կողմիններուն։ Այդպես անձն է որ դերը կպատվես անիգա։ Չեմ գիտեր քանիներս պիտի պատվվինք, երբ որ դեր Հիսուս Քրիստոս վերադառնա։ Արդյոք հայրը քանիներուն պիտի պատվե, երբ ինք վերադառնա։ Այո, խիստ են այս խոսքերը, քանի որ Հիսուսի խոսքը խիստ է։ Հիսուսի խոսքերեն բերնեն ելած խոսքերը լուրջ արեք եւ լուրջ հասկանանք։ Մենք մեզի չքեղեցկացնենք, չզարդարենք խոսքերը, որ չցավցնե մեզ։ Այլ մենք պետք է լուրջ նայենք Տիրոջ խոսքին։ Եվ Հիսուս կսե համար 27-ը. Իմ հոգիս հիմա խռոված է, եւ ինչ ընեմ հայր, զիս ազատ է այս ժամեն, բայց ես եկա այս ժամուն համար, հայր, փառավոր է քո անունդ, հալելույա։ Իմ սիրտս խռոված է, ինչ ընեմ, Տեր փառավորվիր, ես մի շարունակեմ իմ ծառայությունը։ Հասկանաք Հիսուսի բեսլալը ինչ ասել է հիմա այստեղ։ Սիրտս խռոված է։ Ահավասիկ այսօր շատ կլսենք, նեղացել եմ հովիվ։ Հիաստապվել եմ։ Սիրտս կցավի։ Խռովել եմ։ Այս մարդը այս հրավ, այդ մարդը այն հրավ, այսպես եղավ, այնպես եղավ, խռոված եմ։ Ինչ ունեմ, եկեղեցի պիտի չկամ։ Այլ մարդուն պիտի չսիրեմ, այդ մարդուն պիտի չներեմ, այդ մարդուն երեսը չեմ ուզեր տեսնել։ Այսպես խոսքեր մենք կորոշենք։ Հիսուսը նույնը ասավ, սիրտս խռոված է, այո, բայց ես հայր քո կամքդ պիտի կատարեմ։ Ես իմ գործս պիտի շարունակեմ, ոչ թե ես իմ ուզածս, քանի որ սիրտս նեղացել է, ես իմ ուզածս անեմ։ Քանի որ այս մարդեն նեղացել եմ, ես իմ ուզածս անեմ։ Ես չեմ գրնար իրեն ներել, ուրեմն պիտի չներեմ։ Այդ մարդուն երեսը չեմ ուզեր տեսնել, ուրեմն չեմ տեսնել։ Եկեղեցի չեմ ուզեր երթալ, ուրեմն պիտի չերթամ։ Այսպես խոսքեր։ Եվ այդ տվյալ մարդը կգարձե թե ինքը վերստին ծնված հավատացյալ է։ Ես կսեմ քեզի ոչ, ոչ եւ ոչ։ Դու քեզ գխապես։ Վերստին ծնված մարդը գսե դեր, սիրտը շատ կցավի, բայց ես քո կամքը պիտի կատարեմ։ Իմ սիրտը շուզեր, բայց ես պիտի խոնարհիմ քո առջև։ Ես եկած եմ այս բանի համար, ուր ասած է որ Քրիստոսի հետևորդները պիտի լավ ապրին, ուրախ ապրին։ Ուր հրված է որ Քրիստոսի հետևորդները իրենց ուզածին պես պիտի ըլլա ամեն ինչ։ Քրիստոսին հետևորդները նեղ ջամփայ է։ Այո, պիտի նեղանաս, այո, պիտի ցավիս, այո, պիտի հարցակվիս, այո, պիտի հալածեն, բայց դու անոր համար եկած ես։ Շատեր գսեն հովիվ ինչպես կրնաս դիմանալ այսքան բաներ երբ կխոսին քո թեմ։ Բայց ես ասոր համար եմ եկել։ Հովիվը լալ հենց այդ է։ Հովիվը լալ այն չէ որ նստիս քեզ համար ամեն մարդ բարի բաներ ասեն, լավ բաներ ասեն։ Չկա այդպես բան։
Ուրեմն եթե դու Տիրոջ ծառայող ես, եթե դու Տիրոջ հետևորդ ես, եթե դու իսկապես վերստին ծնված մարդ ես, դու գիտես սրա համար ես եկել։ Դու եկել ես Տերը փառավորելու, Հայրը փառավորվի քեզմով, եւ ոչ թե դու փառավորես։ Դու եկել ես Հիսուսի հետևից, դու եկել ես Հիսուսին ծառայես, որովհետեւ Աստված Հայրը քեզ բադվե իր ժամանակին եւ իր ծևերով, եւ ոչ թե մենք մեզ բադվենք կամ փնտրենք բադիվ այս մարդեն կամ այն մարդեն։ Ավասիկ երեխա հավատացյալներ, շփացած հավատացյալներ մեր դարբեր եկեղեցիներու մեջ։ Դուք նայեցեք, դուք թադեցեք ինչ որ գսեմ։ Դուք թադեցեք ինչ որ գսեմ։ Եվ ասեք, եթե սխալ էր ասածս։ Ես այսօր համար եկած եմ։ Եվ այնադեն գսեց, այն մը եկավ երկինքեն, փառավորեցի ու նորեն պիտի փառավորեմ։ Հալելույա։ Ես կուզեմ դու փառավորվիս Հայր, ոչ թե ես։ Եվ Հայրը գսես փառավորեցի, նորեն պիտի փառավորեմ։ Իմ անունս պիտի փառավորեմ։ Հայրը իր անունը պիտի փառավորե, ոչ թե քեզ, ոչ թե ինձ, նույնիսկ որդին ոչ, իր անունը պիտի փառավորե։ Ժողովուրդը որ գայներ էր գլսեր եւ գսեին որոդում գլա, ոմանք գսեին հրեշտակ խոսեցավ իրեն։ Հիսուս պատասխան տվավ, այս ցայնը ինձի համար չգավ, հաբա ցեզի համար։ Ինչս էլ գուզե։ Փառավորեցի գսե, բայց ժողովուրդը չհասկացավ։ Ցայն լսեցին երկնքեն, բայց բան չհասկացան։ Գիտեք այս ինչս էլ գուզե Հիսուս, այս գսե չհասկանալը ցեզի համար էր, որ դուք շատ լավ գիտնաք, մինչև այնադեմ որ իմ հետ չեք, դուք չեք կրնար հասկանալ աստվածային խոսքերը։ Ինչպես Հովհաննես հասկացավ։ Ինչպես Հովհաննես հասկացավ այդ խոսքը փառավորեցի եւ նորեն պիտի փառավորեմ եւ քրի արավ։ Ինչպես Հովհաննես հասկացավ եւ ոչ մյուսերը, որոդում գլասին, հրեշտակ մխոյեցավ ասին, առանց հասկանալու։ Այս մեզի համար շատ լուրջ թեմա է։ Միջև այնադեմ որ մենք Հիսուս Քրիստոսի հետ մտերիմ չքայլենք, մենք աստվածային ցայնը չենք հասկանար, չենք ըմբռներ, չենք յուրացներ։ Հիսուս Քրիստոսի ծառայելու, խոնարհվելու Մարիամի եւ Մարթայի նման իր հետ մտերիմ ըլլալեն վերջն է, որ մենք պիտի հասկանանք խորությունները աստվածային։ Մարիամը քանի որ Տիրոջ խոսքերուն դագներ, Մարիամը քանի որ նվիրյալ հոգի էր, նորից կսեմ Մարիամներ, սիրելի քույրեր, Մարիամներ եւ Մարթայեր, գփավեցեր չափանիշներով քայլեք, Մարիամի եւ Մարթայի պես եղեք, եղբայրներ, քույրեր, քանի որ Մարիամ այդ նվիրյալ, այդ իր ամբողջ ունեցածը Հիսուսի ոտքերուն առջև դրավ, անոր համար ինք մարգարեություն արավ, անոր համար ինք հասկացավ ինչ կներ։ Միջև անեն որ դեր Հիսուս Քրիստոսի հետ մտերիմ չենք, Աստված ինչ որ ալսե չես հասկանար։ Մարդիկ այսօր երազներ կտեսնեն, երազներ կպատմեն, երազներով կքայլեն, բայց ես քեզ ասեմ, այդ երազները աստվածային չեն։ Եթե դու Հիսուս Քրիստոսի հետ ես, դու կհասկանաս Աստծո խոսքը եւ ոչ թե երազները։ Ամեն ինչ Տերը մեզ գուզե որ մենք հասկանանք իր խոսքը, ոչ թե երազի մեկնաբանությունը, երազապանություն չանես։ Այսօր մարդիկ կան երազապանությունով գաբրին, այս երազը դեսա ուրեմն էս ասել է, այն երազը դեսա ուրեմն այս ասել է։ Եթե չեն հասկանար, հովին կզանգեն, ամրուշ մարդկանց կզանգեն, էս երազը դեսա, այն երազը դեսա։ Սիրելի քույր եղբայր, Հիսուսի խոսքը ինչ կսե։ Ինձի նմանիր, իմ գործերս կատարե, ինձի ծառայե, խոնար եղիր, անժամանակ շատ բաներ քեզի կհայտնեմ։ Վերջ։ Դերը սեր է եւ այդպես ալ գնե։ Ժողովուրդ այդտեղ են։ Հիսուսի խոսքը լսեցին, դեսան շատ բաներ, բայց չհասկացան։ Հիմա է այս աշխարհին Տադաստանը, հիմա այս աշխարհին իշխանը դուրս պիտի ցկվի։ Ես ալ երբ երկինք բարձանամ, երկրեն բարձանամ, ամենքն ալ ինձի պիտի քաշեմ։ Ահավասիկ Հիսուս ինչ կսե։ Ժամանակը եկավ, որ այս աշխարհի իշխանը դուրս պիտի ցկվի։ Անշուշտ Հիսուս կխոսի իր խաչելության եւ իր հարության մասին։ Ժամանակը եկավ, որ ես պիտի խաչվիմ, այս երկրեն պիտի բարձանամ, բայց այս երկրի իշխանը պիտի թադաբարդվի։ Իր ուժը պիտի գործընծնի, երկինքեն վար պիտի իշտե, պիտի ինա, իր բարձունքներեն վար պիտի նա, իր իշխանութենեն վար պիտի նա, քանի որ ես խաչով եւ հարությունով պիտի հաղթեմ։ Հիմա է ժամանակը, հիմա պիտի սկսես այս չմոռնաք, արդեն վերջին օրերն է Հիսուսի իր մերներեն առաջ։ Երբ որ գսե ես ալ երկինքը պիտի բարձրանամ, ամենքը ինձի պիտի քաշեմ։ Ամենքը ամբողջ աշխարհի մարդկանց մասին չէ խոսքը,
այդ ամենքը ասել է բոլորը, բոլոր իր ժողովուրդը Հիսուս ինք պիտի քաշե դեպի իրեն։ Հրյաներ եւ ոչ հրյաներ։ Հիսուսն է քաշողը մեզ, որովհետեւ մենք ծառայենք Տիրոջը, իր գամքը գադարենք, իր առաքելությունը գադարենք, իր մեր դված հրամանները գադարենք, Հիսուսն է։ Այս բանը գսեր իմացնելով թե ինչ կերպ մահով ինք պիտի մեռներ անշուշտ։ Ժողովուրդը անոր պատասխանեցին, մենք օրենքեն լսեցինք թե Քրիստոս հավիտյան կմնա եւ դու ինչպես կսես թե պետք է որդի մարդու բարձրանա։ Ով է այդ որդի մարդու։ Հիսուսը ասավ անոնց. քիչ մը ադենալ լույս ցեզի հետ է, լույսը ցեզի հետ է, քանի որ լույսը ունիք, քալեցեք, որ չլա թե մուտը ցեր վրա հասնի, վազնզի խավարի մեջ քալողը չի գիտեր թե ուր գերթա։ Քանի որ լույսը ունիք, հավատացեք այն լույսին, որբեսի լույսով որդիները լակ։ Հիսուս այս բաները ասելով խոսել են վերջ գնաց եւ բաղվեցավ անոնց մեն։ Մենք գիտենք որ Մեսիան հավիտյան պիտի մնա, այո, բայց ոչ թե իր առաջին կալուստեն հետո։ Առաջին կալուստը ինքս է Եսայի 53-ի մեջ որ պիտի չարչարվեր, պիտի մեռներ, պիտի հարություն առներ եւ իր ժողովուրդը իրեն պիտի քաշեր։ Երկրորդ կալեն վերջը իր տակավորությունը պիտի լա հավիտյան, միանշանակ։ Հիսուս պիտի կա եւ հավիտյան պիտի տակավորե։ Հիսուս պիտի կա եւ իր տադաստանեն վերջ բոլորին անոնց որ իր հետն են հավիտյանս հավիտյանից իրեն հետ պիտի լան։ Այո, ով է այդ որդի մարդուն։ Շատ բարձ Դանիել գրքի մեջ գրված է։ Որդի մարդուն պիտի բարձրանա եւ հորը աչքով պիտի նստի։ Այն է որդի մարդուն։ Եվ պիտի քաշեմ ցեզ երբ որ ես բարձրանամ, երբ որ ես ելնեմ վեր, երբ որ ես հասնիմ այնտեղ, ցեզ պիտի քաշեմ, իմ ժողովուրդս պիտի քաշեմ։ Ես լույսն եմ աշխարհի։ Լույսը ցեզի հետ է հիմա քայլեցեք լույսի հետ։ Քայլեցեք լույսի զավակները լալու համար գսա այստեղ չէ։ Քանի որ լույսը ունիք, հավատացեք այն լույսին, որովհետեւ լույսի որդիները լակ։ Ժամանակ պիտի կա որ ես պիտի լեմ ցեզ մե, բայց դուք պիտի լակ այդ լույսը։ Աշխարհի լույսը ով է։ Ղազարոսին օրինակը տեսանք։ Ղազարոսին օրինակը Ղազարոս ինքը լույսի եկավ այդ խավար աշխարհին լույսը եղավ։ Հիսուսի ներկայացնելու վգան եղավ։ Նույնն է Հիսուս երբ երկինք բարձրանա, այո, ինչ ասավ դուք եք այս աշխարհի լույսը։ Սուրբ ոգին պիտի ղրկե, որպեսզի լուսավորե մեզ եւ մենք լույսով որդիները լանք, այս խավար աշխարհի մեջ լույսը լանք, այս է վերստին ծնված վգան լույսը, ինչպես քիչ առաջ ասի Ղազարոսին համար եւ շատերուտ համար ասի որ շատերս մենք պետք է այդպիսի Ղազարոսները լանք, լույսը լալու, կյանքը լալու, հարությունը ցույց տալու։ Լույսի զավակներ պիտի լանք եւ գսա այստեղ հավատացեք այդ լույսին, որպեսզի լույսի որդիները լանք։ Հավատացեք եւ լույսի որդիներ եղեք։ Օրտնյալ է մեր Տերը, որ մեզ գուտա այս ուղղությունները սորվեցնելու համար կյանքի նպատակը։ Հիսուսին հետևելը շատ նուրբ է, շատ թյուրին է, բայց շատ զոհաբերություն պետք է։ Ամեն, մտածեք քո մասին։ Շատ բաներս այսօր մինչև հիմա մտածեք, պիտի խնդրեմ որ այս սերդողությունը մի քանի անգամ լսես։ Մարիայի մասին, Մարտայի մասին, Ղազարոսի մասին։ Լսես թե ով է հավատացյալը, ով է Հիսուսի հետևորդը, ով է ծառայողը եւ ով է այն որ պիտի պատվվի հորմեն։ Նայեցեք 37-րդ համար ինչ կսե, թե պետք կսե այնքան հրաշքներ ըրած էր անոնց արչև, բայց անոնք չէին հավատար իրեն։ Վաու։ Այնքան հրաշքներ ըրած էր, բայց անոնք դեռ չէին հավատար։ Ամբողջ Իսրայել ժողովուրդը 40 տարի մրմրաց, թշկոհեցավ, քանքադեցավ, ինչ հրաշքներ տեսան, բայց չհավատացին։ Եվ այսօր շատ մարդիկ գսեն հրաշք թողնի Աստված որ հավատամ։ Չես հավատար, սիրելիս։ 10 սադալ հրաշք կրե չես հավատար։ Իբր թե կհավատաս սկիզբը, բայց մի քանի ժամանակ հետո գթողես։ Շատ տեսել ենք այդպես հավատացյալ ըսված մարդիկ, որոնք հավատացել են հրաշքեմը հետո, բայց հետո գանկներ են, քանի որ իրենց հույսը տրած էին իրենց լավության համար, իրենց բժշկության համար, իրենց ուրախության համար, եւ որ այդ ժամանակը գանցնի, գմորնան, քանի որ գետրոնը իրենք են, գետրոնը Հիսուս չէ։ Մենք կհավատանք Հիսուսի, քանի որ ինքն է Տերը, ինքն է ամեն ինչի սկիզբը, վերջը, մեր կյանքը կհանցնենք իրեն, մեր նպատակը իրեն ծառայելն է, իրեն բեսլալն է, իրեն հետևիլն է։ Հրաշքը ընե կամ չնե, հրաշք ըլլա կամ չլա, մեր նպատակը Տիրոջ ծառայելն է։ Ուրեմն եթե դու հրաշք գտեսնես, հրաշք կսպասես, նորմալ է որ Տիրոջ չես ծառայել, քո նպատակը ծառայել չէր, քո նպատակը հրաշք ըլլալն է, որ քեզ համար լավ լա։ Երբեմն դերը գնե, ողորմություն գնե, հրաշքներ գնե, երբեմն նույնիսկ անհավատին։ Եվ այդ մարդը չի դառնալ Տիրոջը։
Շատ հրաշքներ հրավ գս այստեղ, բայց անոնք անոր չհավատացին։ Քանիներս այդպես ենք, քանիները այդպես եղած են, հրաշքները դեսել են, ընդուներ են, որ Աստված է հնող հրաշքը, այո, բայց չհավատացին, չհավատալը սերը չհետևեցին, չնվիրվեցան, չծառայեցին Մարտայի եւ Մարիամի նման, դուներնին չփացին, իրենք եկեղեցական մարդ չեղան, Ղազարոսի նման օրինակ չեղան, այո, հրաշքրավ դերը իրենց, բայց այդ բոլորը չեղան։ Մի խոսքով հրաշքը իմաստ չունեցավ իրենց հոգևոր կյանքի փոփոխության համար։ Եվ ահավասիկ գսե Եսայի մարգարեն դեր ով հավատաց մեր դված լուրին եւ դերոջը բազուկը որուն հայտնվեցավ։ Ով հավատաց մեզի դեր։ Եսայի 53 գլուխ համար 1-ը գսա այստեղ։ Ինչպես Եսային գսե դեր ով հավատաց մեզի։ Ոչ մեկը։ Կարոզեցինք մարդ չհավատաց։ Եվ գսա այստեղ անոր համար չէին գրնար հավատալ, քանի որ դարձյալ Եսային գսե այս անգամ 6-րդ գլխուն 10-րդ համարի մեջ անոնց աչքերը գուրցուց եւ անոնց սրտերը թմրեցուց, որ չլատ է աչքովնին դեսնեն ու սրդովնին իմանան եւ դարձիկան եւ զանոնք բժշկեն։ Արդյոք չուզեր Աստված որ այդ մարդիկ բժշկվեին։ Արդյոք չէր ուզեր Աստված որ այդ մարդիկ բրգվեին։ Արդյոք չէր ուզեր Աստված որ այդ մարդիկ հավատային։ Անշուշտ ուզեր։ Բայց ինչու աչքերնին փագեց։ Ինչու ագանչնին փագեց։ Գիտեք ինչու փագեց։ Քանի որ այդ մարդկանց նպատակը Աստված չէր։ Այդ մարդկանց նպատակը իրենք էին, իրենց գրոնքն էր, իրենց շահերն են, իրենց աթոռն է եւ այսպես հավատացյալները լեցուն այսօր լիքը ամեն վիճակների մեջ կան, նպատակը Հիսուս չէ, նպատակը մենք ենք։ Մեր լավը, մեր հանգիստը, մեր ուրախությունը, մեր կոմֆորտը, մեր հրաշքը, մեր բժշկությունը, մեր տրամը, մեր հարստությունը, մեր լավը զգալը։ Եվ այսպես մարդիկ լեցուն կան եկեղեցիներու մեջ, ցեզ ասեմ այդպես մարդկանց նպատակը, եթե Հիսուսը չէ, այդ մարդիկ վերստին ծնունդ չունեն, այդ մարդկանց մեջ Սուրբ Օգին չկործեր։ Այդ մարդկանք երկնքեն ծնված չեն, երկնքի բաներու համար չեն։ Ուրեմն որքան մենք պետք է մեզ քննենք մեր սրդի խորքերուն մեջ։ Եվ Աստված այդպես մարդկանց գտող է իրենց կարծիքներու մեջ։ Մինչև որ ճշմարիտ նվիրյալ զղջում եւ ապաշխարություն չապրեն։ Այս խոսքը ասավ Եսային, երբ տեսավ անոր փառքը ու խոսեցավ անոր վրայով։ Եսային Եսայի 6-րդ գլխում մեջ տեսավ Աստուծո կահը։ Աստծո կահը եւ խոսավ Աստծո մասին։ Բայց հիմա Հովանես այս նույն համար գործած է Հիսուսի մասին։ Տեսավ Հիսուսի փառքը, ինչպես գրված է եւ անոր վրայով խոսեցավ։ Ինչպես կլարջոք որ Հովանես հրյա Եսայի մարգարեին Աստուծո տեսնելու եւ Աստծո մասին խոսելը փոխանակե Հիսուսի մասին, եթե ոչ Հիսուս Աստված չէ։ Ահավասիկ մեմը եւս Հիսուսի Աստվածությունը գերեւնա։ Եսային տեսավ Աստված, անոր մասին խոսեցավ։ Հիմա Հովանես կսե նույն բանը Հիսուսի մասին։ Նույն բանը Հիսուսի մասին։ Հիսուս Աստված է, անոր համար գփաստվի մեմը եւս այստեղ Հիսուսի Աստվածությունը։ Պետք է մեկը գույրը լավ որ այս բաները չհասկանա եւ գիտե որ շատերը չեն հասկանալ, ինչպես հрьяաները չհասկացան։ Մինչև այն մարդիկը որ չեն ուզեր հասկանալ եւ պատրաստ չեն, որ ամեն բանի խոնարհին դիրոջ արժեվ այդ մարդիկը երբեք պիտի չհասկանան Հիսուսի Աստվածությունը։ Շատ մարդկանց հետ կխոսենք, իսլամներու հետ շատ կխոսենք, Եհովայի վկաներու հետ շատ կխոսենք։ Հիսուսի Աստվածությունը փաստելու նպատակով, բայց աչքերին փակ է, գիտեք ինչու փակ է, քանի որ սկիզբեն իրենք կսեն մենք չենք ընդունելու, ինչ որ ասես պիտի չընդունենք, մեր սրդին մեջ չգա ընդունելության հոգին, մենք պատրաստ չենք խոնարհելու եւ փոխվելու, այդ մարդկանց Աստված սրդերին ավելի կփակե, աչքերին ավելի կփակե, որպես անոնք իսկապես չաշխարեն եւ երթան դժոխք։ Գասկնակ սիրելի քույր եղբայրներ, որքան կարեւոր է քո հոգեվոր վիճակը, արդյոք դու պատրաստ ես ստանալու դիրոջեն ինչ որ դերը գսե։ Արդյոք պատրաստ ես փոխելու քո ամբողջ մտածելակերպդ բարձրապես Հիսուսի ծառայելու նպատակով։ Արդյոք պատրաստ ես որ դու քո անձնական մտածումներդ մեկ կողմ դնելով ծառայես Հիսուս Քրիստոսի ինչ որ գրված է քո եկեղեցին մեջ, քո եղբայրներուն հետ միասին, Մարտա, Մարիամ, Ղազարոս։ Եթե դու այդ հոգեբանության մեջ չես, ամուսինս չի թողի, գինս չի թողի, պատճառաբանություններ են ասպորը։ Հիվանդ եմ, դգար եմ, հոգնած եմ, կորձ ունիմ, ցավագ ունիմ, երեխա ունիմ, մի խոսքով
պատճառաբանություններ են։ Մենք տեսած ենք Աստված 6-7 երեխա ունեցող ընտանիքին ինչպես ծառայության հոգի գուտա եւ ընտանիքը գծարայե։ 6-7 երեխա ունեցող ծնողքը շատ դժվար է դունեն դուրս ելնել երթալ ծառայել, բայց դերը թուրերը կփանա։ Գիտեք ինչու։ Քանի որ սիրտը այդտեղ է։ Սիրտը նպատակը ծառայել է, նպատակը Հիսուսի մեջ լալն է, Հիսուսի համար ապրիլն է։ Եվ ոչ թե իմիջի այլոց։ Մենք ինչպես կսեմ մնացած են չէ որ գուտանք դիրոջը։ Մեր անհրաժեշտն է որ պիտի տանք դիրոջը։ Մեր մասնիկները չէ, մնացածները չէ, մանրուկները չեն։ Գիրագի չեմ գնար, երկուշաբթի չեմ գնար, երեքշաբթի չեմ գնար, չորեքշաբթի գրնամ, կորց չունիմ, ուրեմն գծարայեմ դիրոջը։ Այս քո դերը ով է։ Գասկնակ այսպես բաներ գլսենք, այս գիրագի գկամ եկեղեցի, եթե բամը չունենամ ուրիշ ընելու։ Այսպես խոսք է, եւ այդ մարդը իբր թե հավատացյալ է։ Չեմ գիտե դուք այդպես եք, եւ եթե հանդիմանությունը այս իմ կողմից ցես կամ Աստծո կողմից ցես, շատ լավ թողնա։ Եթե մենք Հիսուսի գեդևինք, Հիսուս մեր մանրուկը չէ, մեր մնացածը չէ, մեր միակն է, մեր նպատակն է, եթե այդպես է, անժամանակ է որ Տիրոջ հոգին մեզ կկործածի, անժամանակ է որ մենք կլեցվենք Տիրոջ հոգիով, անժամանակ է դերը գտնենք մեր առաջին տեղը, եթե Հիսուս մեր առաջինն է, ոչ թե մեր մասնիկը, մնացածը, ավելցուկը։ Դերը ողորմություն ունե մեզ բոլորիս, եւ եթե քեզի այս խոսքը քո արգանչիդ կհասցնե, ապաշխարե, զղջա, փոխվիր, նորոգվիր, ժամանակ չկա խաղալու։ Բարաբի չէ այս խոսքերը որ գխոսենք այստեղ, բարաբի չէ որ մենք խոսքը գսերդենք եւ սուբ գիրքը գգարտանք, այստեղ քարոզներ չեն գներ, այստեղ խոսքը գարտանք եւ այս խոսքին բոլորս կհնազանդենք, այս խոսքին բոլորս ձում կծրենք արչեւ եւ այս խոսքին արչեւ գսենք որ դերները մեզ ողորմիա, քանի որ մենք իսկապես խոսքը գգարտանք եւ մենք մեր ուզած ծևերով գնենք եւ մանավանդ հավատացյալներ ըսվածները։ Եթե անհավատը լայիր, եթե չգիտնայիր, մեղավոր չէիր։ Բայց որ դու գարտաս սուբ գիրքը եւ դու դեռ չես կատարել սուբ գիրքի չափանիշները, անժամանակ դու մեղավոր ես։ Ամեն բարակայի գսե իշխաններեն ալ շատեր իրեն հետևեցան, բայց փարիսեցիներեն վախնալով զան չէին թավանիր, որբեսի ժողովարանեն դուրս չցկվեին։ Վասիկ մարդիկ կվախնային, ժողովարանեն դուրս պիտել է, ինչպես ըսի ես անցյալ շաբաթներներ, որ ժողովարանը մարդկանց ադմինիստրատիվ վարչական դեղներ, իրենց թուղթերը այնտեղ էին, իրենց ինքնությունը այդտեղ էր, ամեն այդտեղի աշխատանքը իրենց ինչպես է վարչական գազմը ժողովարանեն գդրվեր։ Եվ եթե մեկը ժողովարանեն վրընդվեր, ինք արդեն ինքնություն չուներ այդ քյուրին մեջ։ Անոմա շատեր գվախնային Հիսուսի մասին խոսիր, որ գվախնային որ ժողովարանին դուրս պիտի ելեն, տեսակ գահավատան Հիսուսին, քրած այստեղ շատերը իրեն հավատացին, բայց փարիսեցին վախնալով չէին թավանիր։ Շատերը գահավատան Հիսուսի, բայց Հիսուսի համար ռիսկեր չեն առներ, Հիսուսի համար հրճագումներ չեն ուներ, Հիսուսի համար կորձը մորձը ուրիշ բան երկրորդականի չեն տներ, հարևաններուն, ընտանիքի անդամներուն չէ գվախնան, ինչ պիտի ասեն։ Եթե այսպես ընեմ, եթե Հիսուսի գադարյալ նվիրվեմ, ընտանիքս ինչ պիտի ասե, խնամիները ինչ պիտի ասեն, գինս ինչ պիտի ասե, ամբուսինս ինչ պիտի ասե։ Հա, հավատանք, բայց եթե մենք ուրիշ բան են գվախնանք, շատ կներեք, մենք հավատքի մարդ չենք։ Տեսնեք հավատքի մարդը ինչ է։ Հավատքի մարդը նվիրյալն է, ամեն ինչին Հիսուսի համար, ռիսկ առնողն է, հարվածվողն է, ձեծվողն է, հալածվողն է։ Հավատացին, այո հավատացին, բայց մեր ընթերցումը որ ըրինք, այս է հավատքը, դու գսեք։ Մենք խոսեցանք այսօր իրական հավատքի մասին եւ հիմա այս մարդիկը հավատացին գսե, բայց վախցան։ Հիմա դու գսեք այդ հավատալը, այն հավատալն է որ Հիսուս գուզե որ մենք այդպես ապրենք։ Վստահ պիտի ասեք ոչ։ Գիտենք մենք պատասխանը, բայց շատերս հավատանք գսենք եւ ամուսինս ինչ պիտի ասե, գինս ինչ պիտի ասե, զավակս ինչ պիտի ասե, հարևանս մի խոսքով մեր հայկական բոլոր պատճառաբանությունները գտնենք, բայց մենք մեզի հավատացյալ գսենք։ Թող դերը իսկապես ողորմի մեզ, վասնզի գսե 43 համարին ցավալի համար է, վասնզի մարդոց փառքը Աստծո փառքեն ավելի սիրեցին, մարդոց փառքը Աստուծո փառքեն ավելի սիրեցին,
կրնակ երևակայել, որ կրված է այստեղ, Աստծո փառքեն ավելի մարդկանց եկած փառքը, մարդկանց եկած կողունակությունը, մարդկանց եկած բարի խոսքերը, մարդոցմե եկած ինչ գիտնամ լավ խոսքերը, աման փամը չսեն մեր հանդեպ, ոչ մի բան չսեն մեր հանդեպ, վնաս չունի, պերանից կոծենք, միամ մեզի համար վատ բան չսեն։ Այս է հավատալը։ Վախկոտ մարդիկ ենք մենք։ Հասկանաք, հավատքի մարդը դարբեր է։ Հարություն առնողը օրինակի համար ասեմ ցեզի հազարոսը ինչ են պիտի վախնար, որ նորեն պիտի մերցնեին իրեն։ Ինքը մերած վերջացած մարդեր եկավ ցանկի։ Ինչ է պիտի վախնար։ Ինչ պիտի ասեն իր մասին։ Գիտեք, եթե մեկի իրական վերստին ծնված է, իրական հարություն արած է իր նոր ցանկին մեջ, այդ մարդը բանը չվախնար, թե ինչ պիտի ասեն իրեն։ Հարևանները ինչ պիտի ասեն իրեն մասին։ Եկեղեցի մարդիկ ինչ պիտի ասեն իրեն մասին։ Ինչ ասեն թողոսեն, եթե դու վերստին ծնված ես, դու չես վախնար ոչ մեկի։ Չես վախնար ինչպես պիտի ապրիս։ Եթե գիրագի չաշխատեմ իմ տրամս պիտի գդրեն։ Եթե այս մարդուն իր ուզածը չնեմ, ինձի դուրս պիտի անեն, ինձի կորձեն դուրս պիտի անեն։ Իմ այս պիտի դան, այն պիտի դան։ Մի խոսքով դուք կնախնդրեք ձեր փառքը, քան թե Աստծո փառքը։ Ահավասիկ այդ խոսքը համար 43-ը մեր ճակատներուն վրա թող կրվի։ Անոնք Աստծո փառքը մեկ կոնտրին, մարդկանց փառքը ավելի սիրեցին։ Հիմա ես հարց, մարդկանց փառքը ավելի պիտի սիրեմ, թե Աստծո փառքը։ Մարդկանց ավելի հաջելի լալու մասին պիտի մտածեմ, ոչ թե Աստծո խոսքին, Հիսուս Քրիստոսի գործերուն։ Ես իմ բադիվը պիտի փնտրեմ, թե Տիրոջ բադիվը պիտի փնտրեմ։ Այս հարցումը ամեն մեկս մենք մեզի պիտի դանք։ Մենք մեզի գուտանք եւ հուսամ շիդակ պատասխանները կգտնես, որովհետեւ շիդակ ցևով քայլես։ Համար 44 Հիսուս կաղագեր ու գսեր ան որ ինձի կհավատա ինձի չի հավատար միայն հաբա զիս խրգողին եւ ան որ զիս կտեսնե զիս խրգողը կտեսնե ես իբր լույս եկա այս աշխարհ որովհետեւ ամեն ով որ ինձի հավատա խավարի մեջ չմնա եթե մեկը իմ խոսքերս լսե ու չհավատա ես զանիկա պիտի չտանեմ քանզի ես եկա որովհետեւ աշխարհը ես չգա որովհետեւ աշխարհը տադեմ հաբա որովհետեւ աշխարհը բրգեմ ան որ զիս կանարքե եւ իմ խոսքերս չընդունիր գա մեկը որ զանիկա պիտի տադե որն է այն խոսքը որ ես խոսեցա ան պիտի տադե զանիկա վերջին օրը Հիսուս կսե եկեք ինձի հավատա հետևիր նվիրվիր անավասիկ ես եմ Ես եւ հայրը մեկ ենք, ան որ ինձ տեսավ, հայրը տեսավ։ 14 գլխում մեջ 9-րդ համարը նույն բանը գսե։ Ինձի տեսար, հայրը տեսար։ Ես եմ ճշմարիտը, ես եմ ուղիղը, ես եմ ճանապարհը, ես եկա այս աշխարհ։ Հիսուս իր աստվածությունը մեմևս կպաստե այստեղ։ Մեկ իմ խոսքերս կլսե, չհավատար։ Գիծած եղեք որ Տադաստան ունի։ Ինչը պիտի տադե, խոսքը պիտի տադե։ Նորետ ծանր խոսք այստեղ։ Տադաստանի օրը քեզ ինչ պիտի տադե։ Շատեր գսեն մենք բրգված ենք Հիսուսի անունով, մենք տադաբարդություն չունենք։ Ամեն, բայց գուզեմ մի քանի վարքան գանկնիս այդ խոսքը ասել են առաջ։ Դու ինչպես բրգված ես։ Դու արդյոք բրգված ես։ Բրգություն ինչպես կերևնա։ Մերած էիր հիմա գաբրիս, չէ՞, այդպես։ Բայց իրական դու հիմա նոր գաբրիս։ Շատերը առաջ կգարտային վեբեր, հաստ կիրքեր, հիմա կգարտան սուպ կիրքը, օքեյ, շատ լավ է։ Շատերը առաջ գիրագի օրը գերտային շուգա, հիմա գերտան եկեղեցի, շատ լավ է։ Շատերը առաջ ընկերներ ունեին աշխարհի գեղտոտ մարդիկ, հիմա ընկերներ ունին եկեղեցի մարդիկ, շատ լավ է։ Բայց արդյոք այս բոլոր բաները ասել է, որ դու բրգված ես։ Չէ, որ դու համագիր ես, դու այցելու ես, դու մասնակից ես, բայց ոչ բրգված։ Բրգված մարդը այն մարդն է, որ ինքը մերած էր եւ հիմա նոր սուրբ ոգիով հարության կյանքը գաբրի։ Հիսուսի խոսքերուն մեջ գաբրի, Հիսուսի հետևելով գաբրի։ Վերջին օրը ինչ որ պիտի տադե քեզ, մեզ, գիտեք ինչ, այն խոսքը որ Հիսուս ըսավ։ Գսե այն խոսքը որ ես ցեզ ասի, այդ խոսքը պիտի տադե։ Ուրեմն դու հաշիվ պիտի տաս այս խոսքը որ մենք հիմա կգարտանք։ Այս խոսքը պիտի տադե քեզ եւ պիտի ասի դու այս խոսքը գիտեիր, այդ խոսքը լսել էիր, այդ խոսքը դերևս կարոզեր էիր, բայց այդ խոսքը դու ինչպես ապրեցար։ Ինձի հավատալը Հիսուս կսե, հավատալ եւ հնազանդիր եւ քայլել այն խոսքին, որ ես ցեզ ասի։ Մեկը գա որ զանիկա պիտի տադե այն խոսքը որ ես խոսեցա գսե Հիսուս։ Անամար ավետարանի խոսքերը
լուրջ պետք է քննես դու։ Այդ խոսքերուն համաձայն աբրողն է, որ վերջին օրը պիտի թադվի կամ պիտի օրտնվի։ Գիտնալը չի պավեր սիրելի քույր եղբայրներ, կարդացին քիչ առաջ, գիտեին, հավատացին, բայց վախցան, չհետևեցան։ Գիտնալը չի պավեր հետևիլն է, պիտի հետևիս այս խոսքին։ Այս խոսքը անգամ պիտի սորվիս, պիտի գիտնաս, պիտի աբրիս, պիտի հնազանդիս եւ պիտի փոխվիս, հարուցյալ կյանք, մերած էիր, առաջ կեղտոտ մարդ էիր, բայց հիմա հարուցյալ Քրիստոս կաբրիկո մեջ եւ պիտի երևնա այն բանը։ Ազդու խոսքին համաձայն աբրողն է, որ պիտի երևնա։ Ես ինքներ մեջ չխոսեցա, հաբա հայրը որ զիս խրգեց ինք ինձի բադվիրեց ինչ որ պիտի ասեմ եւ ինչ որ պիտի խոսիմ ես եւ գիտեմ թե անոր բադվիրածը հավենական կյանք է ուստի ինչ որ ես կխոսիմ ինչպես հայրը ինձ եսավ այդպես կխոսիմ մեմեևս Հիսուս այստեղ ցույց կտա իր եւ հորը մեգությունը անոր իմ խոսքս հորը խոսքն է սիրելի քույր եղբայրներ Աստվածաշունչի խոսքն է որ մենք պիտի ապրենք ճշմարտության խոսքը այս ծառայության անունը բարավի չէ տրված խոսքն է որ մեզ պիտի ազատե խոսքն է որ մեզ պիտի սրբացնե խոսքն է որ մեզ պիտի զորացնե խոսքն է որ մեզ պիտի փրկե խոսքն է որ մեզ պիտի դա ուժը ծառայելու խոսքն է որ մեզ պիտի սորվեցնե ներել սիրել խոսքն է որ մեզ պիտի դանի առաջ որպես մենք խոնարհենք եւ դիրոջ կորձին համաձայն կորձերը կատարենք խոսքն է որ մենք պիտի ապրենք որպեսի վգայենք եւ այդ խոսքն է որ մենք պիտի ցույց տանք որ ոչ թե միան գխոսենք այլ գաբրինք շատեր կամ որ գկարոզեն բայց իրենց կյանքը գնայիս կսես այս մարտավե լավի չխոսի քանի որ խոսածը եւ կյանքը նույնը չէ խոսածը եւ նայվածքը նույնը չէ խոսածը եւ ինչ գիտեմ եղբայրներու քույրերու հետ հարաբերությունը նույնը չէ խոսածը եւ դան մեջ նույնը չէ խոսածը եւ կորձին մեջ նույնը չէ խոսածը եւ ֆինանսը նույնը չէ մի խոսքով ավելի լավի չխոսի քան տենախ խոսի եւ չնե գասկնակ Վերստին ծնված մարդը գխոսի եւ գաբրի չէ մսեր գադարյալ է չէ կավլիցի բայց իր անգադարության մեջ նաեւ գխոստովանի իր անգադարությունը եւ գբայքարի որ իր անգադարության մեջ ինք ապրի հարության զորությունը այս խոսքեն հետո ինչ կրնան գսել բացի գսենք դեր ողորմե մեզ եւ մեզ օգնե որ քեզ հետևին քեզ ծառայենք նվիրվենք քեզ Մարթայի նման Մարիամի նման Եվ հարության կյանքը ցույց տանք, վգայենք եւ եկեղեցին մեջ նոր մարդիկ բերենք։ Նոր մարդիկներ եկեղեցին մեջ Քրիստոսի եկեղեցին մեջ մեզ տեսնելով։ Մարդիկ ասեն մենք քեզ պետք ունենք, մենք քեզի պես մարդիկ կուզենք, մենք քեզ կսիրենք, սիրելիս, քանի որ քո մեջ կնեսնենք Աստվածային սերը։ Դու իսկապես խոսող մարդ ես, դու սիրող մարդ ես, դու նվիրյալ մարդ ես, դու ծառայող մարդ ես, Հիսուսի պես մարդ ես։ Մարդիկ չեն ճաշնար Հիսուսին, քեզ պետք է ճաշնան, մենք ենք աշխարհի լույսը, մենք ենք լույսի որդիները։ Մարդիկ չեն ճաշնար Հիսուսի, քեզ պետք է տեսնեն։ Մարդիկ Հիսուսի չէին գիտեր Ղազարոսին գուզեին տեսնել եւ Ղազարոսի միջոցով Հիսուսին գճաշնային եւ գահավատային։ Մենք Ղազարոսներ ենք այս աշխարհի մեջ։ Օրտնյալ է մեր դերը փառքի Աստված, շնորհակալ ենք ամենագալ Աստված մեր, որ մեզ գսորվեցնես այս խոսքերը եւ գտանիս մեզ առաջ դեպի ճշմարիտ հավատքի զորության կյանքի մեջ։ Սուրբ ոգիով օրտնյալ ըլլա մեր դերը հալելույա հիմա եւ միշտ եւ հավիտյան լսենք այս երգը եւ վերակտնենք իրար լինեմ քեզ հետ Տեր իմ Աստված լինեմ քեզ հետ Մոտեցրու ինձ քեզ որ չհեռանա միայն թե ես լսեմ իմ Տեր որ դու կոչում ես ինձ ընկեր ցանկություն ես Լցնում ես իմ հոգին Ջեմությունը մեծ սիրով Զգում եմ միշտ գրկում ես քո Օգնիր գտնելու
նեղության մեջ ես լինեմ իմ Տեր քո աչով կպահպանես հաղթանակներ կպարգևես որ կանքացրես Հիսուս Սիրտես իմ բժշկում հաստատիր ինձ քո խոսքով կյանքս լցրու քո մեծ սիրով հարկա ինձ բերկեցիր նոր կյանք ինձ շնորհեցիր լինել քեզ հետ իմ Տեր լինել քեզ հետ միակ փափակն է իմ օգնի տեսնել որ իմ կողքին ես Տեր իմ կողքին լինել քեզ հետ միակ փափակն է իմ օգնի տեսնել որ իմ կողքին ես Տեր որ իմ կողքին ես Տեր Հալելույա, այո, Տերը մեր գողքին է, թե մենք իր գողքին ենք։ Իրոց չերք եվ կպրնենք, ինքը մեր ցերկը կպրնե։ Եվ մեր նպատակը ինքն ենք, իր ներկայությունը գվայելենք։ Այս է քրիստոնեական հավատքը, այս է ճշմարտությունը, այս է որ ապրեցան առաջին հավատացյալները, այս է որ գաբրին այսօր հալածված հավատացյալները աշխարհի 4 կողմը ճշմարիտ հավատացյալները, բան չունին, հանքիչ չունին, այսպես դեղեր չունին, իրենք դերևս մեկած սուբկիրք ունին 10 հոգի համար, բայց կսիրեն Հիսուսին։ Ճշմարիտ հավատացյալը միշտ այսպես եղած է ամբողջ պատմության մեջ։ Մենք է որ հիմա եկեղեցիներ կտեսնենք մեջ շենքեր, գեղեցիկ, հանգստավետ աթոռներ, այսպես թակավորական քարոզիչներ, լավ քարոզներ, մարդկանց այսպես հանգստավետ տեղեր դանող այս խաբեբայական եկեղեցին է։ Ճշմարիտ եկեղեցին նեղ, փոշոտ, սուրբ կյանք ապրիլն է։ Խոսքին եւ ճշմարիտ Տիրոջ ցայնը լսելու նպատակով։ Աշակերտներն ելն է Քրիստոսի մեջ քայլեցնելն է։ Ցերկ բռներ նոր հավատացյալներուն եւ բերել Տիրոջ նեղ ջամփուն մեջ շատերը կանչված քիշերը պիտի ընդրված լան։ Այս է ճշմարիտ հավատացյալը եւ ոչ թե ինչ որ մենք կտեսնենք հիմա գեղեցիկ եկեղեցիներու մեջ հանգստավետ երկերով, բարերով, ուրախությամբ կբաշտենք Տիրոջը։ Այո, հատան լավ է, բայց նեղության մեջները բաշտելը բոլորովին դարբեր է, կամ թե այսպես հանգստավետ եկեղեցիներու մեջ։ Դերորդն է, սիրելի եղբայրներ, շատ աղոթելու պետք ունենք, շատ ճշմարիտ ուղղության մեջ երթալու պետք ունենք։ Մենք մոդորեն ցեզ ասեմ այս Հովանու քիրքը որ գվերջացնենք, պիտի փորձենք վերջացնել միջև այս ամառվա սկիզբը, բայց հետո ուրիշ ծրագիր կա։ Ուրիշ ծրագիրներ կան եւ ծրագիրը հետեւյալն է, որ ցեզ գամած պիտի ասեմ, բայց հիմա կվնե ասեմ, որ գիտեք անոնք որ գեհետևին եւ գուզեք, եթե գուզեք մասնագից դառնալ, մենք պիտի ստեղծենք աշակերտության աշխատանոց։ Պիտի ստեղծենք մի վայր, որ այդտեղ պիտի խոսենք այդ բոլոր մարդիկ, որ գուզեն աշակերտ դառնալ Հիսուսի համար, Հիսուսով, Հիսուսի գործերը կատարել, մարդկանց ավետարանի բերել եւ իրենք պատրաստական լալ ավետարանը սորվելու եւ փոխանցելու, ոչ թե աստվածաբանական ժողովներ, այլ շատ կորձնական աշխատանոց, որ ամեն մեկս իսկապես Հիսուս ինչպես երկու ղրգեց, այդպես պիտի ուղարկվենք եւ մեր դուներու մեջ, մեր գործերու մեջ, մեր աշխատավայրը, մեր քաղաքներու մեջ ուր որենք աշակերտներ
ավետարանենք, վգայենք, ավետարանենք եւ աշակերտներ բարձրացնենք։ Այս թեմայով ծեր հետ պիտի խոսամ, գիտեմ շատ քիչեր պիտի լանք, բայց այս է որ դերը գուզե որ մենք գնենք։ Ճշմարտության խոս ծառայությունը կարոզության վայր չի, սերդողության վայր պիտի չլա միայն, այլ պիտի լնա աշխատանոց, մի դեղ որ ճշմարիտ հավատացյալները, որոնք ստացել են Սուրբ Հոգին, թե իրենք աշակերտներ պիտի ընեն, աշակերտներ պիտի ըլլան, այդ մարդկանց հետ պիտի աշխատենք։ Սրա մասին մտածեք եւ աղոթեցեք, եթե հարցեր կան, գրնակ կապնվել իմ հետ, քանի որ այս պիտի լա զումով, պիտի լա կրանցումներով, պիտի լա հadouk չափանիշներով եւ պայմաններով։ Եթե այս ծեր սրդին մեջ այս միտքը ծեր սրդի մեջ կա, եթե գարձեք որ դուք այդ մարդն եք, եթե գարձեք որ այս խոսքը Աստված Քրիստոսագետրոն խոսք է, եթե գարձեք որ իսկապես աշակերտ ըլլալը եւ աշակերտ ընելը մեր միակ գոչումն է, ուրեմն այս ծառայությունը քեզ համար է։ Մտածեք, աղոթեցեք, Տեր օրհնեցես, միջ այդ կշարունակենք մեր Հովանու ավետարանի քարոզչությունը։ Մեծ օրհնություններ, մինչև հաջորդ անգամ, եթե Տերը գամի, կհանդիպենք։ Ձեզ գործնեմ Հիսուս Քրիստոսի անունով, ցտեսություն։